Աշխարհի իրադարձությունների լույսի ներքո, գիտակցելով կատարվելիքի լրջությունը, մարդիկ էլ ավելի հաճախ են փորձում գտնել պատասխաններ տվյալ հարցերի. ինչ է կատարվում աշխարհում, ինչ է լինելու հետո եւ ինչով այս ամենը կավարտվի։ Բավականին շատ են խոսակցությունները դավադրության տեսության շուրջ, տիկնիկավարների, ովքեր նստում են համաշխարհային կառավարության ետնաբեմում, ճիպավորման, տոտալ վերահսկման եւ համընդհանուր ստրկացման կամ նույնիսկ բնաջնջման մասին։ Հավատքով լսվածները սպասում են Գազանի կամ Հակաքրիստոսի գալստին, որն էլ իրականում հաստատում է աշխարհում տեղի ունեցողը։ Միայն թե նույնիսկ հավատք ունեցողների մոտ չկա ողջամիտ պատասխաններ վերը նշված հարցերին, եւ եթե կա, ապա հիմնականում դրանք ընդհանրապես կռահումներ կամ ենթադրություններ են։ Չկա ոչ մի կոնկրետություն պատասխանների մեջ հարցերի, ով է իրականում կառավարում այս աշխարհը, ով է փորձում պարտադրել նոր համաշխարհային օրակարգ եւ վերջի վերջո ով է մեղավորը բոլոր պատուհասների։ Մասոնները, իլումինատները, որպեսի վերլուծել ապագան, պետք է ուսումնասիրել անցյալը, ավելի ճիշտ ուսումնասիրել այն, ինչը Աստված դեռ անցյալում բացել է մեզ ապագայի մասին։ Չէ՞ որ իրականում Աստվածաշնչում համարյա 3000 տարի կտրվածքով կանխատեսվել է համաշխարհային պատմության ամբողջ ընթացքը։ Իսկ Հովհաննեսի հայտնության գրքում կարելի է ասել մանրակրկիտ նկարագրված է այն ամենը, ինչ հիմա տեղի ունենում աշխարհում։ Եվ հենց այնտեղ կարելի է իմանալ ով է կանգնած ամբողջ աշխարհը ստրկացնելու ձգտման ետևում։ Եվ հենց այս ամենն եմ առաջարկում ձեզ վերլուծել այսօր։ Քանի որ արդեն խոսք գնաց հայտնության Աստվածաշնչի ամենաբարդ ու ամենահանելուկային գրքի մասին, չի կարելի չհիշեցնել այն հասկանալու սկզբունքները։ Հիմնականում բոլոր կերպարներն ու ակնարկները, մեկնաբանություններն ու համեմատությունները նրանում օգտագործված վերցված են 5 կտակարանից։ Այդ իսկ պատճառով մինչ կբացենք հայտնության գիրքը, պետք է բավականաչափ լավ ուսումնասիրել 5 կտակարանյան Աստվածաշունչը։ Նաև հայտնությունը հնարավոր չի լինի հասկանալ Դանիելի գիրքը չուսումնասիրած, որովհետև շատ աստվածագետներ եւ աստվածաբաններ հայտնության գիրքը անվանում են շարունակությունը Դանիելի գրքի։ Շատ բաներում նրանք զուգակցված եւ փոխկապակցված են։ Դանիել Մարգարեի գրքի կերպարները շարունակում են իրենց կյանքը հայտնության գրքում։ Հայտնության գիրքը հղվում է դեպի Դանիելի գիրքը շատ հաճախ։ Փաստացի, եթե հայտնության գիրքը սկսվում է երանությամբ, երանելի է նա, ապա Դանիելի գիրքը ավարտվում է երանությամբ, երանելի է նա, ով համբերում է։ Դանիելի գիրքը կարդալով դուք կտեսնեք այնտեղ մարգարեություն, որը վերաբերվում է ժամանակի էվոլյուցիային, սկզբից մինչև վերջին իրադարձություններին, շրջան առ շրջան, Դանիելի օրերից մինչև ժամանակի վաղճանը։ Նույն կերպ է նաև հայտնության գրքում մենք ունենք բազմաթիվ մարգարեություններ, որոնք խոսում են իրադարձությունների մասին, որոնք տանում են դեպի ժամանակի վաղճանը։ Առաջարկում եմ ձեզ ուղևորվել պատմական փաստերի, քաղաքական ինտրիգների, արյունահեղ հաշվեհարդարների եւ աստվածաշնչյան մարգարեությունների զարմանահրաշ շրջագայության։ Սկզբում թույլ տվեք ձեզ տալ մեկ հարց, որին մենք կփորձենք պատասխանել մեր աստվածաշնչյան հետաքննության ժամանակ։ Ստանալով նրա պատասխանը մենք դրանով կբացենք մեզ համար ավելի վաղ կատարած հարցումների պատասխանը նույնպես։ Եվ այսպես, հայտնության 17-րդ գլխում նկարագրվում է ոմն բաբելոնյան անառակ, Գազանի վրա հեծնած, ով էլ ղեկավարում է այս աշխարհում։ Համաձայնվեք, չէ՞ որ հեծնողը տիրում է նրան, ում հեծել է։ Ուստի հենց բաբելոնյան անառակն է բռնում աշխարհի ղեկը իր ձեռքին եւ նշանակում է պարզելով թե ով է այս անառակը։ Մենք լույս կսփռենք եւ մնացածի վրա։ Ամովսի գրքում գրված է, որովհետև Տեր Աստվածը ոչ մի բան չի անի, եթե չհայտնի իր խորհուրդը իր ծառաներին, իր մարգարեներին։ Այդ իսկ պատճառով, եթե մենք գտնում ենք հիշեցում ոմն բաբելոնյան անառակի մասին Աստվածաշնչի վերջին գրքում, տրամաբանական կլինի ենթադրել, որ Աստված իր մարգարեների միջոցով արդեն բացել է մեզ տվյալ կերպարի գաղտնիքները նախորդ գրքերում։ Եվ իսկապես դեռ 2600 տարի առաջ մեր օրերից Աստված իր մարգարե Դանիելի միջոցով բացում է իրադարձությունների մեծամասշտաբ համայնապատկեր, որը սպասվում է բաբելոնյան իշխանությունից մարդկությանը Քրիստոսի երկրորդ գալստից առաջ։ Եվ այս մարգարեական տարեգրության մեջտեղով կարմիր գծով անցնում է պատմությունը արյունատենչ Աստվածադեմ իշխանության փոքր եղջյուրի տեսքով, փաստացի այն նույն բաբելոնյան անառակի, որը վերափոխվում է փոքր եղջյուրի հայտնության գրքում։ Բայց որպեսզի չլինել միապաղաղ, եկեք միասին կարդանք անառակի մասին հայտնությունում եւ փորձենք գտնել նմանատիպ գծերը Դանիելի գրքում։ Եվ այսպես, հայտնության 17-րդ գլխում մենք կարդում ենք.
Եվ այն 7 սկավառակներն ունեցող 7 հրեշտակներից մեկը եկավ եւ խոսեց ինձ հետ ասելով. «Եկ քեզ ցույց տամ այն մեծ անարակի դատաստանը, որ այն շատ ջրերի վրա նստում է, որի հետ անարակվեցան երկրի թագավորները եւ երկրի բնակիչները նրա հետ անարակության գինով նարբեցին։ Եվ ինձ առավ տարավ հոգով մի անապատ եւ տեսա մի կին նստած կարմիր գազանի վրա, լիքը հայհոյության անուններով, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր։ Եվ այն կինը, որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով եւ պատվական ակունքներով եւ մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը, լիքը գարշելիություններով եւ իր պիղծ անարակությունով, եւ նրա ճակատումը գրված էր մի անուն՝ խորհուրդ մեծ Բաբիլոն, անարակների եւ երկրի գարշելիների մայրը։ Եվ տեսա այն կինը արփած սուրբերի արյունով եւ Հիսուսի վկաների արյունով, եւ երբ որ տեսա նրան, մեծ զարմանքով զարմացա։ Գազանը, որ տեսար, կար եւ չկա, եւ անդունդիսն է դուրս գալու եւ կորուստն է գնալու։ Եվ քանի դեռ մեր գլխում հայտնության միջի անարակի թարմ նկարագրությունն է, առաջարկում եմ ձեզ զուգահեռ տանել Դանիելի գրքի 7-րդ գլխի հետ, ինչը թույլ կտա մեզ գտնել նմանություններ այն ամենի հետ, ինչը մեզ հայտնում է Հովհաննեսը։ Սրանից հետո տեսնում եք գիշերվա տեսիլքում եւ ահա մի 4-րդ գազան, ահեղ, սոսկալի եւ չափազանց զորավոր, եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններից եւ 10 եղջյուր ուներ։ Ես մտիկ էի տալիս այն եղջյուրներին եւ ահա մի փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, եւ այն առաջի եղջյուրներից 3-ը խլվեցան նրա առաջիցը։ Եվ ահա մարդի աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա եւ մի մեծ բաներ խոսող բերան։ Ես տեսնում էի եւ այն եղջյուրը պատերազմ էր անում սուրբերի հետ եւ նրանց հաղթեց։ Եվ Բարձրալին դեմ խոսքեր է խոսելու եւ Բարձրալի սուրբերին հարստահարելու է եւ խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխե եւ նրանք պիտի նրա ձեռքը տրվին մինչեւ մի ժամանակ եւ 2 ժամանակներ եւ կես ժամանակ։ Այս նկարագրությունը շարունակվում է հաջորդ 8-րդ գլխում եւ կզորանա նրա իշխանությունը, բայց ոչ թե նրա զորությամբ, եւ սքանչելիքներով պիտի ավերե եւ հաջողի ու կատարե եւ պիտի փչացնե զորավորներին եւ սուրբերի ժողովուրդը, եւ նրա խելքովը պիտի հաջողվի խաբեությունը նրա ձեռովը, եւ նա պիտի իր սրտումը հպարտանա եւ խաղաղության մեջ շատերին պիտի կորցնե եւ վեր պիտի կենա իշխանած իշխանի դեմ, բայց առանց ձեռքի պիտի կոտրվի։ Իմ կարծիքով համընկնումները ակնհայտ են, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ նկարագրության մեջ մենք հանդիպում ենք ինքնափառավորում եւ Աստծո դեմ հայհոյություն։ Երկու իշխանություններն էլ ուղղված են դեպի Աստծո ժողովուրդը եւ երկու իշխանություններն էլ սահմանափակված են իրենց գործունեության մեջ մարգարեական ժամանակների սահմաններում։ Երկուսն էլ գործում են մինչեւ պատմության ավարտը եւ երկուսին էլ սպասում է գերբնական վախճան։ Պետք է հասկանալ, որ եթե Աստվածաշնչում տարբեր հատվածներում տրվում է նմանատիպ բնութագիր, ապա դա նշանակում է, որ խոսքը գնում է նույն բանի մասին։ Եվ այսպես ընկերներ, չնայած որ շատ մակերեսային, բայց հենց նոր մենք ձեզ հետ նույնականացրեցինք, այսինքն հայտնաբերեցինք հայտնության գրքի 17-րդ գլխի Բաբելոնյան անարակին Դանիելի գրքի փոքր եղջյուրում, բայց քանի որ մենք ուղղակի կտրեցինք այն կոնտեքստից Դանիելի նկարագրության, հասկանալի չէ թե ով է նա եւ ինչ է։ Դրա համար ես առաջարկում եմ վերադառնալ 7-րդ գլխի սկիզբ եւ աստիճանաբար փուլ առ փուլ ուսումնասիրել այն։ Այսպիսով, հիմնվելով իրական պատմական փաստերի վրա, մենք կարող ենք հասկանալ, թե որտեղ եւ երբ է հայտնվում փոքր եղջյուրը կամ նրա ետևում թաքնված Բաբելոնյան անարակը։ Բայց մինչև 7-րդ գլխի ուսումնասիրումը ես ուզում եմ հակիրճ բացահայտել երկրորդ գլուխը, որովհետև այս երկու գլուխները զուգահեռ են միմյանց, նրանցում պարունակվում է տեղեկատվություն նույն իրադարձությունների մասին, բայց դրա հետ մեկտեղ բացահայտվում են տարբեր մանրամասներ։ Դա կօգնի մեզ ավելի խորը եւ մանրակրկիտ հասկանալ 7-րդ գլուխը։ Եվ պետք է ընդգծել, որ երկրորդ գլխի մարգարեությունը հիմնականը չէ մեր հետաքննության, այդ իսկ պատճառով մենք կթեքվենք դեպի այն ընդհանրապես մակերեսային։ Ավելի մանրամասն նրա մասին կարող եք դիտել մարգարեություն, որի մասին պետք է իմանալ ֆիլմում։ Եվ այսպես մոտավորապես Քրիստոսից առաջ 605-րդ թվականին Բաբելոնյան արքա Նաբուգոդոնոսորը, ում իրական գոյությունը պատմաբանորեն ապացուցված է, երազ է տեսնում։ Չափազանց կարևոր երազ, ինչպես իրեն թվում է այդ պահին, բայց արթնանալով նա այն մոռանում է։ Պալատական կախարդները, մոգերն ու գուշակները թոթովում են իրենց ուսերը լսելով արքայի պահանջը պատմել իրեն այն երազը, որը ինքը մոռացել է։ Դրա պատճառով զայրացած արքան հրամայում է բոլորին մահապատժի ենթարկել։ Աստծո մարդ Դանիելը, ով եւս մտնում է իմաստունների մեջ, լսելով հրամանի մասին, որը նաեւ իրեն է վերաբերվում, գնում է Նաբուգոդոնոսորի մոտ եւ խնդրում տալ իրեն մեկ օր, որի ավարտին խոստանում է պատմել նրան իր երազը։ Նաբուգոդոնոսորը բավարարում է Դանիելի խնդրանքը։ Հաջորդ նորն արթնանալով Դանիելը հասկանում է, որ երազում Աստված տվել է իրեն արքայի հանելուկի պատասխանը եւ նրան երևացել է հենց այն նույն երազը, որն էլ անմիջապես պատմում է արքային։ Եվ այսպես Նաբուգոդոնոսոր արքան երազում տեսել էր մեծ եւ սարսափելի մի կուռք։ Կուռքի գլուխը ոսկուց էր, ձեռքերն ու կրծքավանդակը արծաթից, մեջքն ու ազրերը պղնձից էին, ոտքերն ու թաթերը նրա մի մասը երկաթից էին, իսկ մյուս մասը կավից։ Հետո քար է պոկում ժայռից առանց մարդու ձեռքի գործադրման եւ հարվածում է կուռքին, երկաթը եւ կավե ոտքերին նրա եւ ջարդում դրանք։ Այն ժամանակ փշրվեցան միասին երկաթը, կավը, պղինձը, արծաթը եւ ոսկին եւ ամառվա կալերի մղեղին պես եղան։ Եվ քամին տարավ նրանց եւ բնավ տեղ չգտնվեցավ նրանց համար, բայց այն քարը, որ զարկեց արձանին, մեծ սար եղավ եւ լցրեց բոլոր երկիրը։ Ահա երազը, շատ լավ, բայց ինչ է մեկնությունը այս երազի։
Դանիելը միանգամից մեկնում է այն. «Դու ով թագավոր, թագավորած թագավոր ես, դու ես նրա այն ոսկի գլուխը»։ Թույլ տվեք բացատրել, հարցը նրանում է, որ երկրորդ գլխի սկզբում նկարագրվում է, որ Նաբուգոդոնոսորը մտորում էր, թե ինչ է լինելու ապագայում, իրենից հետո, եւ Աստված այս երազի միջոցով նրան հասկացնում է, որ իր իշխանությունից հետո ի հայտ կգա մեկ ուրիշ իշխանություն։ Ինչն էլ փորձում է բացատրել Դանիելը, այսինքն ոսկե գլուխը պատմական խրոնիկ հերթականությամբ խորհրդանշում է Բաբելոնյան իշխանությունը, եւ քեզնից հետո վեր է կենալու մի ուրիշ թագավորություն, շարունակում է Դանիելը, քեզնից ցած, եւ մի ուրիշ երրորդ թագավորություն պղնձից, որ կտրի բոլոր երկրին, եւ չորրորդ թագավորությունը պինդ կլինի երկաթի նման, ըստ որում երկաթը փշրում եւ ջարդում է ամեն բան, եւ սա էլ այս ամենը կոտրատող երկաթին նման կփշրե եւ կկոտրատե։ Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ։ Քրիստոսից առաջ 539 թվականին Պարսից Կյուրոս թագավորը շեղում է Եփրատ գետի ափերը եւ 4 օրով մտնում է Բաբելոն քաղաք, վերջ դնելով Բաբելոնյան իշխանությանը։ Բաբելոնյան ոսկե գլխին գալիս է փոխարինելու արծաթե մեջքով եւ ձեռքերով մարապարսկական կայսրությունը, ինչպես կուրքը երկու ձեռքեր ուներ, այդպես էլ մարապարսկական իշխանությունը երկու թագավորությունների միություն էր՝ Մարաստան եւ Պարսկաստան, սակայն մարապարսկական իշխանությանը փոխարինելու է գալիս հաջորդ պղնձյա թագավորությունը, եւ իսկապես փոխարենը ուշ թե շուտ բազմակի փոքր թագավորությունների բաժանվելը Քրիստոսից առաջ 331 թվականին լեգենդար հրամանատար Ալեքսանդր Մակեդոնացին կատարում է այդ ժամանակվա գոյություն ունեցող ամբողջ աշխարհի կայծակնային գրավում։ Արծաթը փոխարինվում է պղնձի Հունաստանին, բայց անցնում է ժամանակ եւ Քրիստոսից առաջ 168 թվականին Հունաստանը ընկնում է երկաթյա Հռոմի ճնշումից։ Հռոմը գոյատևում է մինչև մեր թվարկության 476 թվականը եւ հետո բաժանվում է արևմտահռոմեական եւ արևելաբյուզանդական մասերի, ինչը բավականին խորհրդանշական է հաշվի առնելով, որ դա կուրքի երկու ոտքերն են։ Իդեպ պետք է նկատել, որ հենց այդ ժամանակ աշխարհը դարձավ երկբևեռ։ 330 թվականին Կոնստանտինոս Ամեծը հռոմեական կայսրության մայրաքաղաքը Հռոմից տեղափոխում է Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոնստանդնուպոլիս, եւ ինչպես արդեն ասվեց, կայսրությունը բաժանվում է արևմտահռոմեական եւ արևելաբյուզանդիական մասերի։ Կոնստանդնուպոլիսը անվանում են Նոր Հռոմ։ Հետո 988 թվականին իշխան Վլադիմիր Կարմիր Արեգակը ընդունում է բյուզանդիական հավատքը, այսինքն ուղղափառությունը։ Այս դեպքերը մեզ հայտնի են ինչպես Ռուսիայի մկրտությունը, սակայն 1453 թվականին Կոնստանդնուպոլիսը ընկնում է օսմանյան թուրքերի ճնշումից, եւ այսպիսով Հռոմից դուրս եկած հավատքը, որը տեղափոխվել էր Կոնստանդնուպոլիս եւ հետո հաստատվել Ռուսիայում, դարձավ պատրվակ Մոսկվան երրորդ Հռոմ անվանելու։ Արևմուտքի եւ արևելքի հակամարտությունը, բայց դրա հետ մեկտեղ նույն արմատի արկայությունը դրանում թույլ է տալիս մեզ վստահաբար հայտարարել, որ երկաթե Հռոմի երկու ոտքերը շարունակում են գոյատևել բաժանված տեսքով մեր ժամանակում։ Ապշեցուցիչ է, բայց ժամանակակից երկբևեռ աշխարհը, այսինքն արևմուտքի եւ արևելքի հակամարտությունը, կանխատեսված էր Աստվածաշնչում դեռ 2600 տարի առաջ։ Բայց վերադառնանք մեր մարգարեությանը։ Դանիելը վերջացնում է իր մեկնումը թաթերով, որոնք բաղկացած են երկաթի եւ կավի խառնուրդից, եւ որ տեսար ոտները եւ մատերը մի մասը բրուտից եւ մի մասը երկաթից, դա մի բաժանված թագավորություն է լինելու, եւ երկաթի պնդությունից է ունենալու, որովհետեւ տեսար երկաթը տղմուտ կավի հետ խառնված, եւ ոտների մատերը մի մասը երկաթից, մի մասը կավից, սա է, թե այն թագավորությունը մասամբ պինդ է լինելու եւ մեկ մասը դյուրաբեկ է լինելու, եւ որ դու տեսար երկաթը խառնված տղմուտ կավի հետ, սա է, թե նրանք խառնվել են մարդկանց սերունդի հետ, բայց մեկը մեկը պիտի չկպչեն, ահա ինչպես երկաթը չի խառնվել կավի հետ։ Եվ այն թագավորների օրերումը երկնքի Աստվածը մեկ թագավորություն է վերկացնելու, որ հավիտյանս չի ավերվիլ եւ նրա տերությունը ուրիշ ազգի չի տրվիլ։ Ես կարծում եմ այստեղ ամեն ինչ հասկանալի է, չէ՞ որ հենց այսպես էլ ամեն ինչ եղել է։ Երբեք չկործանվող հռոմեական կայսրությունը քայքայվում է 10 մատների թվին հավասար պետությունների, ինչպես ժամանակակից Եվրոպայի արմատները՝ ալեմաններ, լանգոբարդներ, բուրգունդներ, վանդալներ, վեստգոթեր, գերուլներ, օստգոթեր, սաքսեր, սվևներ եւ ֆրանկներ։ Զարմանալի ձևով կատարվում է նաեւ պնդումը, որ նրանք խառնվում են մարդկային սերմերով, բայց չեն ձուլվում մեկը մյուսի հետ, ինչպես երկաթը չի ձուլվում կավի հետ։ Պատմությունից մենք գիտենք, որ աշխարհը միավորել մեկում փորձել են մի քանի անգամ՝ Կարլ 5-րդը, Նապոլեոն Բոնապարտը, Կայզերը առաջին համաշխարհայինի օրերին եւ Հիտլերը երկրորդի ժամանակ, սակայն ինչպես արդեն կանխատեսվել էր, ոչինչ չստացվեց նրանց մոտ։ Կարևոր եմ համարում նկատել, որ տվյալ մարգարեությունը գրված Դանիելի գրքի երկրորդ գլխում իրադարձություններին տալիս է բավականին մակերեսային, այսինքն ընդհանուր բնութագրում, իսկ ահա արդեն 7-րդ գլուխը տալիս է ավելի խորացված նկար եւ լույս է գցում այնտեղ նկարագրված ուժերի աշխարհակաղակական բնութագրի վրա։ Առաջարկում եմ ուսումնասիրել այն ավելի մանրամասն։ Տեսիլքում Դանիելը տեսնում է գազանների հերթականությամբ ծովից դուրս եկող։ Ծովը, ինչպես հայտնում է հենց Աստվածաշունչը, խորհրդանշում է ժողովուրդներ, այսինքն ծովից դուրս եկող գազանները նշանակում են իշխանություններ դուրս եկած աշխարհի խիտ բնակեցված վայրերից։ Եվ այսպես կարդում ենք. Գիշերը տեսնում էի տեսիլքում եւ ահա երկնքի 4 կողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա եւ 4 մեծամեծ գազաններ ելան ծովիցը, տարբեր մեկыз մեկից։ Առաջինը առյուծի պես էր եւ առյուծի թևեր ուներ եւ տեսնում էի մինչեւ որ նրա թևերը պոկվեցան եւ նա վեր առնվեցավ երկրիցը եւ ոտներին վրա մարդի պես
սանվեցավ եւ մարդի սիրտ տրվեցավ նրան։ Եվ ահա մի ուրիշ գազան երկրորդը արջի նման եւ մեկ կողմի վրա կանգնեց եւ 3 կողքի ոսկորներ ուներ բերանում ատամների մեջ։ Եվ այսպես ասեցին նրան. «Վեր կաց, շատ միսկ էր»։ Սրանից հետո նայում է եւ ահա մի ուրիշը ընձառյուծի նման, որի մեջքին 4 թռչնի թևեր կային եւ 4 գլուխ ուներ գազանը եւ իշխանություն տրվեցավ նրան։ Սրանից հետո տեսնում է գիշերվա տեսիլքում եւ ահա մի 4-րդ գազան, ահեղ, սոսկալի եւ չափազանց զորավոր, որ երկաթի մեծ ատամներ ուներ, ուտում էր եւ փշրում եւ մնացածը ոտներովը կող էր տալիս եւ նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը եւ 10 եղջյուր ուներ։ Ես մտիկ էի տալիս այն եղջյուրներին եւ ահա մի ուրիշ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ եւ այն առաջի եղջյուրներից 3-ը խլվեցան նրա առաջիցը եւ ահա մարդի աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա եւ մի մեծ բաներ խոսող բերան։ Ուսումնասիրելով տվյալ մարգարեությունը, պետք է հիշել, որ Աստվածաշնչում հաճախ տարվում են զուգահեռներ այս կամ այն պատկերների միջև։ Ինչն էլ մենք այստեղ տեսնում ենք, ինչպես առյուծը հանդիսանում է կենդանիների արքան, այնպես էլ ոսկին թագավորում է մնացած մետաղների վրա։ Առյուծը 7-րդ գլխից խորհրդանշում է Բաբելոնը, 2-րդ գլխում ներկայացված կուրկի ոսկե գլխի տեսքով։ Առյուծի մեջքին 2 թև կա, որը Աստվածաշնչում խորհրդանշում է կայծակնային արագությամբ նվաճումները։ Կներեք, միայն թե չի կարելի չհիշեցնել, որ մեր ժամանակներում կարծիք կա իբր թե թևավոր առյուծը խորհրդանշում է Մեծ Բրիտանիան։ Քանդելու համար այս պնդումը մեզ օգնության է գալիս 4-րդ խոսքի վերջին մասը։ Առյուծի թևերը պոկված են եւ առյուծը կանգնեց ոտքերի վրա ինչպես մարդը եւ մարդկային սիրտ տրվեց նրան։ Ինչ եք կարծում, ինչ է նշանակում մարդկային սիրտ Աստծո հասկացողությամբ։ Իմ կարծիքով, երբ որ մարդը սրտով ճանաչում է Աստծուն, ձգտում է մոտ լինել նրան ամբողջ սրտով եւ գործում է Աստծուն հաճելի գործեր, դա այլանում է մարդուն հաճելի Աստծո աչքին։ Այսինքն, երբ դաժանությունն ու մեղքը վերափոխվում է սիրո եւ հավատքի, կարող ենք արդյոք մենք վերագրել այս նկարագրությունը Մեծ Բրիտանիային, ապաշխարել է արդյոք երբևիցե այս պետությունը եւ հրաժարվել է արդյոք իր իշխանական ամբիցիաներից, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ոչ, եւ չեմ կարծում թե երբևէ դա տեղի կունենա։ Ինչը չես ասի Նաբուկոդոնոսորի մասին, Բաբելոնյան արքայի 4-րդ գլխում նկարագրվում է, թե ինչպես էր Բաբելոնի արքան պատժվել Աստծուց իր ամբարտավանության պատճառով, զրկվելով բանականությունից առաջիկա 7 տարիների ընթացքում։ Նա ապրեց այդ տարիները ինչպես կենդանի, սնվելով խոտերով, իսկ երբ բանականությունն ու արքայությունը վերադարձվեցին իրեն, նա փառավորեց Աստծուն եւ ընդունեց նրան ինչպես իր Տեր ու Փրկիչ։ Դրանով իսկ առյուծը կանգնեց իր ոտքերի վրա եւ ստացավ մարդկային սիրտ։ Ամեն ինչ տրամաբանական է, ընկերներ, իսկ այն, որ թևերը պոկված էին, խոսում է գրավումների ավարտի մասին։ Եվ իսկապես Նաբուկոդոնոսոր արքայից հետո իշխանության ընդլայնումը դադարեց, Եգիպտոսը այդպես էլ չծնկեց Բաբելոնի առջև։ Բայց այդ նվաճումը հաջողվեց կատարել հաջորդ արքայությանը, որը խորհրդանշում է արջին կամ կուրկի արծաթե ձեռքերը, Մանրապարսկաստանը։ Արջը իր բերանում պահում է 3 կողի ոսկորներ, ինչը խորհրդանշում է 3 թագավորություն Մանրապարսկաստանի կողմից նվաճված՝ Բաբելոն, Լիդիա եւ Եգիպտոս։ Արջը մեծ էր եւ հզոր, նրան հետևում է 4 գլխանի ընձառյուծը, 4 թևերով իր մեջքին։ Ընձառյուծը, ինչպես կուրկի պղնձե կողերը, խորհրդանշում է Հունաստանը։ Այս նպատակասլաց կենդանին, ինչպես նաեւ իր մեջքի 4 թևերը, մեզ հայտնում են Ալեքսանդր Մակեդոնացու կայծակնային նվաճումների մասին, ով իր 33 տարեկան հասակում գրավեց համարյա թե ամբողջ այդ պահին գոյություն ունեցող մշակութային աշխարհը։ Սակայն իր նվաճումների լավագույն պահերին Քրիստոսից առաջ 323 թվականին Ալեքսանդրը մահանում է, թողնելով իր ահռելի կայսրությունն առանց հետնորդի։ Կարողությունը բաժին է հասնում 4 սպարապետներին, ովքեր իրար մեջ են բաժանում այդ ահռելի տարածքը։ Պտղոմեոս առաջինին բաժին է հասնում Եգիպտոսը, Սելևկոս Նիկատորոսը հիմնում է Սելևկիդների դինաստիան Սիրիայում, Լիսիմակոսը ժառանգում է Ֆրանկիան եւ Փոքր Ասիայի հյուսիսային մասը, Կասանդրոսը ամրապնդվում է Մակեդոնիայում եւ Հունաստանում։ Դուք արդեն գլխի եք ընկնում։ Ընձառյուծի 4 գլուխները խորհրդանշում են Հունաստանի 4 մասերը, որին բաժանվում է Մակեդոնացու կայսրությունը։ Թեև ոչ այդպիսի արագությամբ, բայց Հունաստանին փոխարինելու է գալիս երկաթե Հռոմը, այնպիսի նենգ ու դաժան կայսրություն, որ սովորական կենդանիների մեջ նրան համանմանը չգտնվեց։ Սարսափելի եւ սոսկալի գազան, ահա այսպես է բնութագրում Դանիելը Հռոմը իր տեսիլքի մեջ։ Բաժանիր եւ տիրիր հռոմեական կայսրության կարգախոսն էր, որ իր բռնատիրական դաժանությամբ չէր զիջում ֆաշիստական Գերմանիային։ Ինչպես ոտքերը մարմնի ամենաերկար մասն են, այդպես էլ Հռոմը գոյատևեց բոլորից երկար, բայց նկատեք, իր գլխին սոսկալի ու ահեղ գազանը ուներ 10 եղջյուր։ Եղջյուրը Աստվածաշնչում, ինչպես արդեն ասել ենք, խորհրդանշում է իշխանություն, արքայություն ու արքաներ։ Մենք գիտենք, որ հռոմեական կայսրության բեկորների վրա հիմնվում են 10 պետություններ, ժամանակակից Եվրոպայի նախնիները, բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Եվ 10 եղջյուր ուներ։ Ես մտիկ էի տալիս այն եղջյուրներին եւ ահա մի ուրիշ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, եւ այն առաջի եղջյուրներից 3-ը խլվեցան նրա առաջիցը, եւ ահա մարդի աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա, եւ մի մեծ բաներ խոսող բերան։
Ոչ մեծ եղջյուր, մարդու դեմքով, ամենից շատն է հետաքրքրում Մարգարեին։ Անկասկած նա ընդունում է այդ եղջյուրը որպես ամենակարևոր իշխանություն եւ ամենամեծ մասը տեքստի տրամադրում է հենց դրա բացատրությանը։ Այս իշխանությունը հանդիսանում է պսակը մնացածի։ Մարգարեն նկարագրում է նրա բնությունը, նրա առաջացման պատմական պահը, գործունեությունն ու ճակատագիրը այնպես, որ հանդիպելով նրան մենք կարողանանք շատ հեշտ ճանաչել եւ փաթրել դիմակը նրա։ Մարդկային գործոնը, այսինքն աչքերն ու բերանը, որն ունի եղջյուրը, ցույց է տալիս, որ այդ իշխանությունը զգալիորեն տարբերվում է մնացածից։ Մենք արդեն գիտենք, որ բոլոր մարդկայինը Դանիելի լեզվով նշանակում է կրոնական հարթություն։ Միևնույն ժամանակ եղջյուրը մնում է թագավորություն, այսինքն քաղաքական իշխանություն։ Ոչ մեծ եղջյուր, մարդկային աչքեր եւ բերան ունեցող, ներկայացնում է քաղաքական իշխանություն, ու մոտ հայացքներն ու խոսքը կրոնական բնույթի են։ Աչքերը հոգեվոր տեսողության խորհրդանիշն են։ Բերանը ոչ այնինչ է, քան պահանջ ուսմունքի կամ ինչ-որ աստվածային գիտության կամ հայտնության։ Ինչու հենց աստվածային, դուք կհասկանաք փոքր ինչ ուշ, բայց նկատեք, այս գիտելիքները ունենալը այնպես է հպարտեցնում փոքր եղջյուրին, որ նա սկսում է խոսել մեծ բաներ։ Եվ այսպես, այս փուլում ես առաջարկում եմ ամփոփում կատարել։ Եկեք հավաքենք միտեղ փոքր եղջյուրի նշանները։ Առաջինը, փոքր եղջյուրը դուրս է գալիս 4-րդ գազանից, այսինքն ի հայտ է գալիս նա Հռոմից, նախկին հռոմեական կայսրության տարածաշրջանում։ Նա դուրս է գալիս 10 եղջյուրների հետ, այսինքն հռոմեական կայսրության արևմտյան հատվածում, եւ նշանակում է, որ այն եվրոպական պետություն է։ Փոքր եղջյուրը դուրս է գալիս նախկին 10 եղջյուրներից հետո, այսինքն ամբողջական իշխանության նա գալիս է 476 թվականից հետո։ Նա արմատապես տարբերվում է երկրի վրա գոյություն ունեցած ցանկացած նախկին իշխանությունից։ Եղջյուրը դառնում է մեծ մնացածից, այսինքն այս իշխանությունը կլինի հզոր մնացածից։ Նա խոչընդոտում է նախորդ 3 իշխանությունների գոյությանը։ Նրա աչքերը մարդու աչքեր են եւ բերանը ամենաբարձրալի դեմ մեծ խոսող բերան։ Ուրեմն այս իշխանությունը կհրճակի իրեն Աստծո աստիճանին հավասար, փոխարինելով աստվածային սկզբունքները մարդկայինով, եւ նաեւ նա կփորձի հասնել երկինք մարդու ճանապարհներով, այլ ոչ թե Աստծո։ Փոքր եղջյուրը ճնշում եւ սպանում է Բարձրյալի սուրբերին։ Նա փորձում է փոփոխել ժամանակն ու օրենքը։ Խոսքը գնում է ինչ-որ մարդկային օրենքի մասին։ Ոչ, խոսքը Աստծո օրենքի մասին է։ Նրա իշխանության ժամանակահատվածն է 3.5 տարի կամ 42 ամիս կամ բառացի ասած 1260 տարի։ Սրա մասին մենք կխոսենք մի փոքր ուշ։ Եվ այսպես, փոքր եղջյուրը դա կրոնակաղաքական իշխանություն է, որը ժամանակագրական առումով ի հայտ է գալիս հռոմեական կայսրության 10 անկախ պետությունների բաժանումից հետո, մոտավորապես 4-ից 5-րդ դարերում։ Նրա ծնունդը հանգեցնում է նախորդ 3-ի փլուզման։ Եկեք մտածենք, այդ հին ժամանակների որ իշխանական համակարգն էր տարբերվում մնացած երբևէ գոյություն ունեցածներից, ով էր իր հպարտության մեջ անվանում իրեն Աստված երկրի վրա, ով է 10,000-ներով կոտորել բոլոր այլ կերպ մտածողներին, ովքեր համարձակվում էին հավատալ ոչ այնպես ինչպես իրենք, ով է փոխել օրենքը, այսինքն 10 պատվիրանները աղավաղելով դրանցից 2 գոյություն ունեցողները, ով ներքաշեց Եվրոպան միջնադարի սև ու մռայլ ժամանակների մեջ, ով անվանվելով Սուրբ, վառում եւ տանջում էր մինչեւ մեռնելը մոտ 40 միլիոն նրանց, ովքեր համարձակվեցին հավատալ սեփական ձևով, ով իր կատաղի հպարտության մեջ երկար հարյուրամյակներով թելադրում էր իր բռնակալ կամքը ուրիշներին, առանց ում թույլտվության թագավորը չէր կարող ընդունել ժառանգությունը կամ ամուսնանալ նրա հետ, ով անպիտան էր։ Դուք արդեն գլխի եք ընկնում, ինչքան էլ որ պարադոքսալ չհնչի, բայց դա հռոմեական կաթոլիկ համակարգն է կամ պապությունը։ Թույլ տվեք միանգամից հստակեցնել, սա ես չեմ մտածել, սա գրված է Աստվածաշնչում, եւ հռոմեակաթոլիկ պապություն ասելով, այն վերագրվում է կրոնակաղաքական համակարգին, այլ ոչ թե բարեպաշտ հավատացյալներին, ովքեր սրա հետ ոչ մի առնչություն չունեն։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր կաթոլիկներից, բայց այսպես ասվում է Աստվածաշնչում։ Փոքր եղջյուրը, որը դարձավ բոլորից մեծ, աչքերով եւ մեծ խոսող բերանով, դա պապությունն է իր մեջ միավորած կրոնական եւ քաղաքական իշխանությունը։ Երբ ձեր հավատքը սեփական ապրումների ու ընտրության պտուղը չէ, այլ կրոնական իշխանության կողմից բռնությամբ պարտադրված, չեք ուզում հավատալ ինչպես մենք, բարի գալուս խարույկի վրա։ Կարդում եք Աստվածաշունչ, կրոնակնությունը արդեն գալիս է ձեզ մոտ։ Պատմությունը ցույց է տալիս, որ հռոմեական եկեղեցին եղել է քրիստոնյաների ու հրեաների ամենաակտիվ հալածողը դարերի ընթացքում։ Եվ իսկապես, պատմությունը ասում է, որ ավելի քան 50 միլիոն նահատակներ դարձել են հռոմեական եկեղեցու հալածանքների ու հետապնդումների զոհ։
Что мы видим? Եվ այսպես, ինչ ենք մենք տեսնում, սա մարգարեություն է պատմող, որ եկեղեցին մասնակցություն կունենա աներևակայելի հալածանքներում։ Եվ այդպես էլ եղավ, եկեղեցին սկսեց դատական process եւ հիմնեց դատական համակարգ, որը հայտնի է ինչպես կրոնակնություն, որպեսի հարցաքննի այդ մարդկանց, որպեսի պարտադրի ինչքան հնարավոր է շատ մարդու հրաժարվել իր կարծիքից եւ հրաժարվել սեփական համոզմունքներից։ От своего мнения и отречься от своих убеждений. Բռնել շարժման առաջնորդների եւ խանգարել նրանց տարածել այն։ Երբևէ արձանագրված ամենաշատ քանակությամբ մահերը տեղի են ունեցել, երբ եկեղեցին հալածել է նրանց, ովքեր համակարծիք չեն եղել իրենց հետ։ Кто был не согласен с нею. Բայց ամենազարմանալին մարգարեությունում նշված ժամկետներն են, եւ նրանք պիտի նրա ձեռքը տրվին մինչեւ մի ժամանակ եւ երկու ժամանակներ եւ կես ժամանակ։ Չտրվելով մանրունքներին կասեմ, որ ժամանակը Աստվածաշնչում խորհրդանշում է տարի, ժամանակները 2 տարի։ Կես ժամանակը համապատասխանաբար կես տարի, ընդհանուր ժամանակները եւ կես ժամանակը դա 3.5 տարին է, կամ 5 տակարանյան տարվա օրերի թվով դա 1260 օրն է։ Տվյալ դեպքում 1 տարին նորից սիմվոլիկ նշանակվում է 1 օրով։ Այսպիսով մենք ունենում ենք 1260 տարի մութ միջնադար։ Սկսվում է տվյալ ժամանակահատվածը Հուստինիանոս առաջինի կողմից ամբողջական քաղաքական իշխանության 538 թվականին այդ պահին գոյություն ունեցող Հռոմի Պապին փոխանցմամբ։ Давайте прочитаем, что говорит нам. Դե ինչ, եկեք կարդանք ինչ է ասում մեզ պատմագետ Ստենլին 40-րդ էջում։ Պապերը զբաղեցրեցին Հռոմի կայսրերի թափուր տեղերը, ժառանգելով իրենց իշխանությունը, հեղինակությունը եւ կոչումը հեթանոսությունից։ Պապությունը դա ոգին է մեռած հռոմեական կայսրության, իր գահը դրած վերջինիս գերեզմանին։ Ահա այսպես պատմաբանները արդեն ուրվագծել են հենց ոգին եւ այն ամեն ինչ տեղի է ունենում։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, որ նրան տրվեց իշխանություն, որպեսզի նա իշխի, եւ մենք տեսնում ենք, որ նրա ղեկավարումը ակնհայտ հիշեցնում է այն երկաթյա Հռոմի ոգին, որը հետապնդում, ավիրում եւ ստիպում է անել այն, ինչ ինքն է ուզում։ Ինչպես արդեն ասվել է, ժամանակագրական առումով փոքր եղջյուրը դուրս է գալիս մնացած 10-ից հետո եւ իր առաջացումը բերում է այն 10-ից 3-ի անկման։ Պատմությունից մենք գիտենք, որ այդ 3 ժողովուրդները կազմող մարդկանց մեծ մասը, ինչպես հաստատվում է, քարոզում են քրիստոնեություն արիանական ձևով՝ գերուները, վանդալներն ու օզգոտները։ Նրանք ձեռնտու չէին կաթոլիկներին հանդիսանալով սպառնալիք նրանց եկեղեցու համար։ Կաթոլիկ ղեկավարները այդ վտանգի կարգավորումը համարում են իրենց ֆիզիկական եւ հոգեվոր պարտականությունը։ Խլոդվիգը պապության կողմից նշանակված ֆրանքների թագավորը ջարդեց եւ ոչնչացրեց վեստգոտներին Վուեի ճակատամարտում 508 թվականին։ Կայսեր Հուստինիանոսը, ով Հռոմի Պապին հռչակել էր Աստծո բոլոր սուրբ քահանաների գլխավոր, սկսեց լայնածավալ հարձակում արյանների վրա։ Դե իսկ վանդալները ջարդվեցին Հյուսիսային Աֆրիկայում Տրիկամերոնի ճակատամարտի ժամանակ 534 թվականին եւ վերջապես 538 թվականին վտարվեցին օզգոտները։ Արյանական գերակայությունից Իտալիայի տարածք ազատագրելուց հետո եկեղեցին ձեռք բերեց գործելու ամբողջական ազատություն, ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքական առումով։ Եվ ինչպես մենք արդեն ասացինք, դա տեղի ունեցավ 538 թվականին։ Դրանով իսկ կատարվեց մարգարեությունը, որ փոքր եղջյուրը պատճառ կհանդիսանա նախկին 3 եղջյուրների անկման։ Իսկ վերջանում է Հռոմի պանտիֆիկատի քաղաքական գերիշխանությունը 1798 թվականին, երբ Նապոլեոն Բոնապարտը իտալական արշավի ընթացքում ուղարկում է գեներալ Բերտիերին, որպեսզի վերջինս զրկի իշխանությունից այն ժամանակ ղեկավարող Պապ Պիոս 6-րդին։ Եվրոպան այդ պահին, եթե կարելի է այդպես ասել, թեթևացած շունչ քաշեց, քանի որ պապական դաժան եւ ճնշող իշխանությունը արդեն բոլորին զզվեցրել էր։ Հռոմեական Հանրապետություն, Պետություն Իտալիայում հռչակված 1798 թվականի փետրվարի 15-ին Ֆրանսիական Հանրապետության զորքերի ներխուժման արդյունքում, որը գլխավորում էր գեներալ Լուի Ալեքսանդր Բերտյան, այն կազմավորվեց պապական իշխանության տարածքում։ Հռոմի Պապ Պի 6-րդը ակսորվեց Ֆրանսիա, որտեղ էլ մահացավ 1799 թվականին։ Իսկ հիմա, ընկերներ, կարևոր պահը 1798-ից հանած 538 հավասար է 1260 տարի։ Այսպիսով մարգարեությունը կատարվում է անհավատալի ճշտությամբ եւ իր ժամանակին։ Միայն թե պետք է նկատել, որ Դանիելի գիրքը տալիս է բավականին մակերեսային նկարագրություն տեղի ունեցողին։ Հիմնականում այս մարգարեությունը կատարվում է մութ միջնադարյան ժամանակաշրջանում։ Դրա համար առաջարկում եմ բացել Աստվածաշնչի վերջին գիրքը՝ Հայտնությունը, որտեղ բավականին մանրակրկիտ գրված է ավելի ուշ կատարվելիք պատմական հեռանկարը։ Այս անգամ տեսիլք է տեսնում Քրիստոսի սիրելի աշակերտը Հովհաննեսը, ով գտնվում էր աքսորման մեջ Պատմոս կղզում, իսկ տեսնում է նա հետևյալը. Եվ տեսած ծովիցը մի գազան դուրս գալիս, որ 7 գլուխ ուներ եւ 10 եղջյուր, եւ նրա եղջյուրների վրա 10 թագ եւ նրա գլուխների վրա հայհոյության անուն։ Եվ այն գազանը, որ տեսա, ընձառյուծի նման էր, եւ նրա ոտները արջի ոտների նման, եւ նրա բերանն առուծի բերանի նման։ Եվ վիշապը տվավ նրան իր զորությունը եւ իր աթոռը եւ մեծ իշխանություն։
Գազանը դուրս է գալիս ծովից 7 գլխով եւ 10 եղջյուրով։ Նրանում համատեղվում են առյուծը, արջը եւ ընձառյուծը, եւ տվեց նրան վիշապը իր ուժը, եւ աթոռը եւ մեծ իշխանություն։ Իսկ ով է վիշապը։ Պատասխանը մենք գտնում ենք Հայտնության 12-րդ գլխում։ Եվ պատերազմ եղավ երկնքումը, Միքայելը եւ նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի դեմ, եւ պատերազմեց վիշապը եւ իր զորքերը, եւ չկարողացան դեմ կենալ եւ ոչ էլ տեղ գտնվեցավ նրանց համար երկնքումը։ Եվ վայր գցվեցավ մեծ վիշապը, այն առաջի օծը, որ բանսարկու եւ սատանա է կոչվում, այն բովանդակ աշխարհը մոլորեսնողը վայր գցվեցավ երկրի վրա, եւ հրեշտակներն էլ իրան հետ վայր գցվեցան։ Եվ այսպես առաջ չընկնելով եկեք փորձենք հասկանալ ինչ կարող էր նշանակել այս տեսիլքը։ Հովհաննեսը տեսնում է ինչ-որ գազանի ծովից դուրս եկող։ Ծովը եւ ջրերը, ինչպես մենք արդեն վերլուծեցինք, նշանակում է մարդիկ, ժողովուրդներ, ցեղեր եւ լեզուներ։ Այսինքն այս գազանը, որը ստացավ իշխանություն, դուրս է գալիս Եվրոպայի խիտ բնակեցված տեղերից։ Նաեւ տեսնում ենք, որ գազանը հիբրիդ է։ Նա վերցրել է իրեն բոլոր այն գազանների որակները, որոնց մասին մենք քիչ առաջ կարդացինք Դանիելի գրքում։ Այս գազանը ունի առյուծի երախ, իսկ առյուծը, ինչպես արդեն պարզեցինք, խորհրդանշում է Բաբելոնը, որն էլ իր հերթին հանդիսանում է խառնուրդների, աստվածահանդիմանության եւ ստի խորհրդանիշ։ Հենց Բաբելոնում էին քարոզում երկրպագության պաշտամունք աստվածամայր Իշտարին եւ Նորասնին։ Արջի ոտքերը, այսինքն հիմքը տվյալ համակարգի, ցույց է տալիս նրա մարապարսկական արմատները, որը քարոզում էր զրադաշտականություն։ Այս համակարգը կառուցված է հռոմեական միթրաիզմի վրա, որտեղ տղամարդը, հայրը, հանդիսանում է հասարակության գլուխը, այսինքն պատրիարք։ Նույնպես այն ղեկավարման համակարգը ներառում է իր մեջ բազմաթիվ տարբեր պատվանշաններ։ Այսպիսով հռոմեակաթոլիկ եկեղեցին միավորում է իր մեջ բազմազան տարբեր պատվանշաններ, օրինակ դոմինիկյան, ֆրանցիսկյան, մալթյան կամ ճիզվիտների պատվանշանները։ Մարապարսկական ղեկավարման ձևը դա արմատն է կամ հիմքը, որի վրա կանգնած է գազանը։ Դե իսկ գազանի մարմինը ընձառյուծի մարմնի պես է։ Ընձառյուծը խորհրդանշում է Հունաստանը։ Փիլիսոփայությունը, որը օգտագործում է կաթոլիզմը, հունական փիլիսոփայություն է, կազմված այնպիսի հույն փիլիսոփաների գործերի հիման վրա, ինչպիսիք են Պլատոնն ու Արիստոտելը։ Գազանի բարոյական կերպարը հիմնված է ոչ թե աստվածաշնչյան սկզբունքների հիման վրա, այլ բնության օրենքների, որն էլ գալիս է հունական փիլիսոփայությունից։ 3 գլխավոր խնդիր, որոնց պատճառով ժամանակակից քրիստոնեության մեջ այսքան մոլորություն կա։ Դա հեթանոսությունն է, որը մտել է քրիստոնեության մեջ վերջին 1800 տարիների ընթացքում, փիլիսոփայությունը, որի հիման վրա հոգևորականությունը քարոզում է Աստվածաշունչ, եւ հակասեմիտիզմը, որի պատճառով մերժվում է Աստվածաշնչի ուսուցման ճիշտ մոտեցումը։ Բոլոր այս 3 մոտեցումները առաջ են քաշվել կաթոլիցիզմի կողմից։ Язычников с формальным христианством, чтобы примирить язычников с формальным Որպեսզի հարմարեցներ հեթանոսներին ժամանակակից քրիստոնեության հետ, Հռոմը հետևելով իր հիմնական քաղաքականությանը, ընդունեց որոշում միատեղել քրիստոնեական եւ հեթանոսական տոները, եւ չարեցին դա ինչպես առաքյալների եկեղեցին էր անում։ Նրանք չէին միացնում հեթանոսական եւ քրիստոնեական տոները, նրանք տարածում էին ավետարանը, վստահեցնում էին մարդկանց, որ Քրիստոսն է ճշմարիտը, տանում էին նրանց դեպի ապաշխարության, մեղքերի թողության եւ ամեն հեթանոսական ավանդույթներից հրաժարման։ Իսկ Բաբելոնը գնաց ուրիշ ճանապարհով, որպեսզի շատ չտանջվել, նրանք գնացին ուրիշ ճանապարհով, նրանք ուղղակի սկսեցին վերափոխել հեթանոսական տոները քրիստոնեականի, որպեսզի հեթանոսությունն ու քրիստոնեությունը արդեն խորը թաղված լինելով կռապաշտության մեջ եւ նրա եւ սրա եւ այլ շատ բաների մեջ իրար ձեռք սեղմեն։ Այդ իսկ պատճառով ժամանակակից Բաբելոնը դա խառնուրդն է հեթանոսության եւ քրիստոնեության։ Մի անգամ եմ կրկնում, բազմաթիվ ծեսեր եւ տոնակատարություններ ընդհանրապես չունեն աստվածաշնչյան բացատրություն։ праздников вообще не имеют библейского обоснования. Смотрите, что пишет кардинал. Տեսեք, թե ինչ է գրում կարդինալը, մարդով շատ լավ գիտի, թե ինչ է արվում իր եկեղեցում։ Նա գրում է. տաճարների օգտագործումը, որոնք նվիրված են առանձին սուրբերի, խնկի ծխեցում, խնկամանը եւ մոմերը, զոհաբերությունը, սուրբ ջուրը, քահանայական զգեստները, տոնգուրան, դեպի արևելք շրջվելը, սրբապատկերներ, եկեղեցական թխվածքները, ձվի ներկումը, երկար եւ կարճ ծոմապահությունները, մեռած մասունքներին խոնարհումը, այս ամենը վերցված է հեթանոսությունից։ Заимствовано из язычества. Кардинал, который... Կարդինալը, ումից հետո միայն Հռոմի պապի հաստիքն է։ Նա ասում է այս ամենը նա գրել է քրիստոնեական ուսուցման զարգացման 373-րդ էջում։ Նա ասում է, որ այս ամենը մենք վերցրել ենք, եկեղեցին վերցրել է հեթանոսությունից։ Из язычества. Եվս մեկ անգամ խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ, կաթոլիցիզմ ասելով ես ի նկատի ունեմ կրոնաքաղաքական իշխանությունը, որը թաքնվում է հռոմեակաթոլիկ եկեղեցու տակ, կան միլիոնավոր բարեխիղճ եւ անկեղծ կաթոլիկ հավատացյալներ, որոնք հավատում են այդպես, որովհետեւ իրենց այդպես են սովորեցրել, բայց իրականում նրանք ստորաբար խաբված են։ Ինձ թվում է Աստված առաջին հերթին նայում է մարդու սրտին, այլ ոչ թե նրա արժեքային համակարգին, բայց ամեն դեպքում այն ինչին մենք հավատում ենք, դրանից կախված է մեր բնավորությունն ու քայլերը։ Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում համար տվյալ տեղեկատվությունը
իշխանությունը անսպասելի եւ շոկային էր։ Ես նպատակ չեմ ունեցել ինչ-որ մեկին նեղացնել, բայց սա այն է, ինչի մասին մեզ ասում է Աստվածաշունչը, եւ նշանակում է սա ճիշտ է, ընկերներ, իսկ ճիշտը հազվադեպ է ոչ դառը լինում։ Եվ ի վերջո դա ինչ գազան է 7 գլխով եւ 10 եղջյուրով։ Եթե բաց թողնել բազում մանրամասներ, գազանը իրենից ներկայացնում է կրոնաքաղաքական իշխանությունը վերջին ժամանակների, այսինքն այն, ինչին վերափոխվել է հենց այն փոքր եղջյուրը։ Այս գազանը իրեն է վերցրել նախորդ գազանների ամենադաժան բնորոշումները։ Տարբերությունը միայն նրանում է, որ փոքր եղջյուրը կառավարել է մութ միջնադարյան ժամանակներում, իսկ 7 գլխով եւ 10 եղջյուրով գազանը գալու է իշխանության մեր ժամանակներում, մոտ ապագայի հեռանկարում, եւ դա արդեն կատարվում է մեր աչքերի առջև։ Շարունակում ենք կարդալ։ Եվ տեսա ես, որ նրա գլուխներից մեկը մահուչափ վիրավոր էր, բայց այդ մահացու վերքը ապակինվեց եւ զարմացավ ողջ աշխարհը տեսնելով գազանին, եւ խոնարհվեցին վիշապին, ով իշխանություն էր տվել գազանին, եւ խոնարհվեցին գազանին, ասելով. ով է նման այս գազանին եւ ով կարող է կռվել նրա դեմ։ Եվ տրվեց նրան մեծ խոսածող եւ աստվածանարգ բերան, եւ տրված է նրան իշխանություն գործելու 42 ամիս։ Եկեք սկսենք այս տեքստի երկրորդ մասից եւ գտնենք աստվածանարգության բառի բացատրությունը, քանի որ ծովից դուրս եկող գազանը հնչեցնում է աստվածանարգ բառեր։ Մարկոսն ու Ղուկասը տալիս են աստվածանարգ բառի համար կողմնորոշում։ Հիսուսն էլ նրանց հավատքը տեսնելով ասեց անդամալույցին. «Որդյակ, թողված են քեզ քո մեղքերը»։ Եվ դպիրներից ոմանք այնտեղ նստած են եւ իրանց սրտերում միտք էին անում. ինչու համար սա այսպես աստվածանարգություն է խոսում, ով կարող է մեղք թողել, եթե ոչ մեկը Աստված։ Որպես Աստծո որդի Հիսուս Քրիստոսը իշխանություն ուներ մեղքերը թողնելու, բայց եթե հասարակ մարդը հավաստում է, որ կարող է մեղքերի թողություն կատարել, դա աստվածանարգություն է։ Ահա մեկ ուրիշ բացատրություն աստվածանարգ բառի։ Հրեաները պատասխանեցին եւ ասեցին. «Բարի գործի համար քեզ չենք կարկոցում, այլ աստվածանարգության համար, եւ որ դու մարդ լինելով քո անձն Աստված ես անում»։ Քրիստոսը Աստված էր մարդու մարմնի մեջ, բայց հրեաները չէին խոստովանում դա։ Այդ իսկ պատճառով, երբ Քրիստոսն ասեց իր եւ հոր մեկ լինելու մասին, հրեաները հայտարարեցին, որ նա աստվածանարգություն խոսեց։ Այդպիսով, երբ որ մարդը լինելով երկրի վրա իրեն Աստված է հռչակում, նա աստվածանարգություն է գործում։ Հայտնության 13-րդ գլխի առաջին գազանը աստվածանարգություն է գործում։ Կարող եք արդյոք անվանել մի իշխանություն Եվրոպայում առաջացած եւ հավաստիացնող, որ ինքը կարող է ներել մեղքերը։ Կաթոլիկ խոստովանական եկեղեցիները ամբողջ աշխարհում հայտնի են որպես վայրեր, որտեղ մարդիկ գալիս են որպեսի հոգևորականը իրենց մեղքերին թողություն տա։ Ամենասարսափելի հանցագործությունները, ամենազզվելի արարքները կատարվել են այն ժամանակ, երբ մարդը կիսվել է մյուսի հետ իր ամենաանձնական մտքերով։ Աստվածաշունչը ասում է, որովհետև մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո եւ մարդկանց մեջ, Քրիստոս Հիսուս մարդը։ Святейшие соборы, том 13, мы утверждаем, Սուրբ Տաճար 13-րդ հատոր մենք հաստատում ենք, որ առաքյալական Սուրբ Աթոռը եւ Հռոմի հայրապետը ամբողջ աշխարհի վրա ունեն լիարժեք իշխանություն։ Մարմնով եկած Աստծո որդու տեղակալ, օծված քահանայապետ, բարձրագույն ղեկավար եւ տիրակալ, բազմած իր գահին, ունի իշխանություն դատելու ժողովուրդներին ու ազգերին, ունի բացարձակ իշխանություն բոլորի վրա։ народами, нациями и имеет высшую власть над всеми. Говорят ли они о том, что они руководят Ասում են արդյոք նրանք, որ իրենք ղեկավարում են մնացած բոլոր ժողովուրդների վրա։ Ակնհայտ է եւ դա փաստ է։ Եկեք տեսնենք, թե ինչ է ասում Հռոմը։ Կաթոլիկ հանրագիտարան 12-րդ հատոր, հոդված Պապ։ его юридический авторитет? Նրա օրինական հեղինակությունն է ներառում իր մեջ իշխանություն ներել մեղքերը։ Հռոմը այսօր ասում է. մենք կարող ենք ներել եւ թողություն տալ մեղքերին։ Փնտրեք որտեղ ուզում եք, երկնքում թե երկրի վրա, բայց դուք չեք գտնի ստեղծված գետ մեկ արարածի, ով կարող է ներել մեղավորին, ազատել նրան դժոխքի շղթաներից, բացի մեկ գերբնական արարածից, հռոմեա կաթոլիկ հոգևորականից։ Священника. Епископ говорит, Առաքյալն ասում է. դու այլևս մարդ ես, դու հոգևորական ես հավիտյան, դու Ադամի անմեղ սունակ զավակն ես, բայց ալտ էր Քրիստոս, ուրիշ Քրիստոս, ուրիշ Քրիստոս Հիսուս Քրիստոսի փոխարեն, անտիքրիստոս, անտի բառը նշանակում է փոխարեն, Քրիստոսի փոխարեն։ Կաթոլիկ եկեղեցին ասում է. մենք ենք որոշում ով է փրկված, իսկ ով կմեռնի, եւ Աստված պետք է ստորագրի մեր որոշման տակ։ Եթե նրանք ասում են ոչ, Աստված չի կարող ասել այո։ Ով է ուժեղ, նրանք են ուժեղ։ Սա աստվածանարգություն է, թե ոչ, սա բարձրակարգ աստիճանի աստվածանարգություն է։ кто сильнее? Они сильнее. Это богохульство или нет? Это богохульство высшего порядка.
Обратите внимание, в католическом Ուշադրություն դարձրեք, կաթոլիկ կաթողիկոսության մեջ նրանք երկրորդ պատվիրանը ընդհանրապես ջնջել են։ Նա չկա այնտեղ, այստեղ ասվում է, որ նա իշխանություն ունի փոխել օրենքները եւ այլն, եւ առաջին պատվիրանը ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար։ Երկրորդ պատվիրանը քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես։ Երկրորդ պատվիրանը ընդհանրապես չկա, այն ջնջված է։ Իսկ երրորդ պատվիրանի երկրորդ բառը այսպես է գրված. հիշիր տոնական օրը, որպեսի սուրբ պահես այն, եւ որպեսի երևա 10 պատվիրան, նրանք 10-րդ պատվիրանը երկու մասի են բաժանել։ Մի ցանկացիր մերձավորիդ կնկան եւ մի ցանկացիր մերձավորիդ ունեցվածքը։ Շատ հրաշալի է։ пожелай вещей ближнего твоего. Очень потрясающе. Имена богохульные являются Աստվածանարգանունները հանդիսանում են մեկ ուրիշ կարևոր տարր այս մարգարեության, ուղիղ մատնացույց անելով հռոմեակաթոլիկ եկեղեցուն։ Մենք ամենազոր Աստծո փոխանորդներն ենք երկրի վրա։ Սա մահկանացու մարդուն դնում է Աստծո դրության մեջ եւ վերջնական արդյունքում հենց սա է աստվածանարգության ճիշտ սահմանումը։ явление богохульства. Католическая церковь Կաթոլիկ եկեղեցին երբեք չի սխալվել եւ համաձայն Սուրբ Գրության երբեք չի մոլորվի։ заблуждаться. Վերենեշված մեջբերումները իրենցից ներկայացնում են բացարձակ աստվածանարգություն։ Հռոմեակաթոլիկ եկեղեցու իշխանությունը ներկայացված ինչպես առաջին գազան հայտնության 13-րդ գլխում, բայց եկեք վերադառնանք այս խոսքի առաջին մասին։ Նրա 7 գլխից մեկը մահվան չափ վիրավոր էր, բայց այդ մահացու վերքը բժշկվեց։ Ամբողջ 13-րդ գլխի ընթացքում միտքը, որ գազանը ստացավ մահացու վիրավորում, բայց նորից առողջացավ, հիշատակվում է 3 անգամ։ Այս գազանը, ինչպես մենք արդեն պարզեցինք, խորհրդանշում է վերջին ժամանակների կրոնաքաղաքական ուժը, որը կղեկավարի ողջ աշխարհում։ Անցյալում հռոմեակաթոլիկ եկեղեցին արդեն թագավորել է ամբողջ Եվրոպայի տարածքում շուրջ 1260 տարի։ Միայն թե ֆրանսիական հեղափոխության ժամանակ 1798 թվականին Նապոլեոնի կողմից պարտություն կրած պապությունը կորցրեց իշխանությունն ու ուժը։ Հենց այդ պահին 13-րդ գլխի գազանը ստանում է մահացու վիրավորում, որովհետև Եվրոպայի բնակիչները ականատես լինելով հայրապետի հանկարծակի վերջին, միամտաբար հուսադրում են, որ հռոմեական կաթոլիկությունը ել երբեք գլուխ չի բարձրացնի։ Բայց մենք կարդում ենք, որ մահացու վերքը ապաքինվեց, բայց երբ եւ ինչ իրավիճակներում դա տեղի ունեցավ։ Ով է նպաստել գազանին իր իշխանությունը վերադարձնելու գործում։ Ինչքան էլ որ պարադոքսալ դա չհնչի, այդ մարդը Ադոլֆ Հիտլերն էր։ Gib du jetzt deine Stimme ab? Wenn ja, dann tritt für mich ein, so wie ich für dich eingetreten bin. Պատմական փաստարկ 1929 թվականին Հռոմի Պապ Պի 12-րդը Մուսալինիի հետ համագործակցելով ստորագրում է լատերենյան դաշինքը ֆաշիստական Գերմանիայի հետ, որի հիմքում ընկած էր, որ Պապին էր վերադարձում իր տիտղոսը, հողերը եւ իշխանությունը, միայն թե այս անգամ փոքրիկ քաղաք Վատիկանում։ что документы по созданию государства Դուք գիտեք, որ 20-րդ դարում Վատիկան պետության ստեղծման փաստաթղթերը ստորագրել է ոչ այս կողմ, ոչ այն կողմ, հենց ինքը Բենիտո Մուսալինին։ Հենց այս մարդն է հանդիսանում այսպես ասած ֆաշիստական ռեժիմի հայրը, уղիղ իմաստով, այսինքն Վատիկան պետության ստեղծման փաստաթղթերը ստորագրել է Բենիտո Մուսալինին։ Կարող եք ծանոթանալ այս փաստաթղթերի հետ, դրանք հասանելի են համացանցում։ можете ознакомиться с этими документами, они находятся в открытом доступе. Հենց այդ պահին գազանի մահացու վերքը սկսեց առողջանալ, բայց մինչ այսօր այն դեռ ամբողջովին չի վերականգնվել, բայց Աստվածաշունչը ասում է, որ դա դեռ առջևում է։ Եվ բոլոր երկիրը զարմացավ այն գազանի ետևիցը, եւ երկրպագեցին այն վիշապին, որ իշխանություն տվավ այն գազանին, եւ երկրպագեցին գազանին ասելով. ով է այս գազանի նման կամ ով է կարող դրա հետ պատերազմել։ Итак, мы видим, зверь был Եվ այսպես մենք տեսնում ենք, գազանը վիրավոր էր, սկզբում նա ուներ ահռելի իշխանություն, հետո նա վիրավորվեց մահացու, հետո մենք տեսնում ենք նա հարություն կառնի, բոլորը զարմանում են, ամբողջ աշխարհն է զարմանում, հետո նրանք սկսում են երկրպագել այդ գազանին, ոչ Աստծուն, այլ գազանին, ահա սա կարևոր պահ է, Աստծուն չէ, այլ գազանին, եւ ով երկրպագում է այդ гազանին, սա մեր կարևոր սահմանն է, նրանք փրկված չեն, որովհետև նրանց անունները գրված չեն գարան գրքում։ наш рубеж. Они не спасенные, потому что они не записаны в книге Агнца. Բայց հետո 13-րդ գլխի մարգարեությունը բացահայտում է ել ավելի անհավատալի մանրամասներ։ 11-րդ խոսքում մենք կարդում ենք. «Եվ տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման»։ Եթե 7 գլխանի գազանը դուրս էր եկել ծովից, ապա երկրորդ գազանը դուրս է գալիս երկրից։ Ինչի մասին է սա խոսում։ Ծովը, ինչպես մենք արդեն պարզեցինք, խորհրդանշում է լեզուներ, ժողովուրդներ, այսինքն աշխարհի խիտ բնակեցված վայրերը։ Երկիրը կամ հողը նույն տրամաբանությամբ խորհրդանշում է հակառակը, վայր, որտեղ մարդ գործնականորեն չի եղել, այսինքն երկրորդ գազանին պետք է փնտրել արևմտյան կիսագնդում։ Որպեսզի ավելի մանրակրկիտ բացահայտենք այս մարգարեությունը, առաջարկում եմ վերադառնալ Հայտնության գրքի 12-րդ գլուխ եւ կարդալ 14-ից 16 խոսքերը։ Եվ այն կնկան երկու մեծ արծվի թև տրվեցավ, որպեսզի թրջի անապատ,
իր տեղը, ուր որ կերակրվում է մի ժամանակ եւ ժամանակներ եւ կես ժամանակ օծի երեսիցը, եւ օծն իր բերանիցը գետի պես ջուր թափեց այն կնկա ետևից, որ նրան ընկղմե, եւ երկիրը ուշադրություն դարձրեք երկիրը, եւ երկիրն օգնեց այն կնկան, եւ երկիրն իր բերանը բացավ եւ այն գետը կուլ տվավ, որ վիշապն իր բերանիցը թափեց։ Հայտնություն 12-րդ գլուխ 14-ից 16 խոսք։ Այստեղ մենք նորից հանդիպում ենք արդեն մեզ ծանոթ ժամանակահատվածը, այսինքն ժամանակ, ժամանակներ եւ կես ժամանակ, կամ բառացիորեն 1260 տարի պապական համակարգի մռայլ ղեկավարումը։ Կինը խորհրդանշում է ճշմարիտ եկեղեցին, իսկ երկու թևերը, որոնք տրվեցին նրան, իրենցից ներկայացնում են Սուրբ Գրության երկու կտակարանները, այսինքն Աստվածաշնչի հին եւ նոր կտակարանները, որը միշտ ամրացնում եւ սփոփում է նրան, ով հավատքով այն ուսումնասիրում է։ Անապատը խորհրդանշում է մեկուսացված վայրեր, որտեղ հավատացյալները թաքնվում էին պապական ինկվիզիցիայի հետապնդումից, որն էլ հենց անվանված է խոսքում գետ դուրս եկած վիշապի բերանից։ Ինչպես մենք արդեն գիտենք, պապը ստեղծում էր մի ամբողջ բանակ խաչակիրների եւ ինկվիզիտորների, որոնք երբեմն ոչնչացնում էին նրանց ամբողջական քաղաքները, ովքեր իրենց հետ համաձայն չէին, բայց խոսքը ասում է, որ երկիրը բացեց իր բերանը եւ կուլ տվեց գետը, որը վիշապը արձակել էր իր բերանից։ Այսինքն հայտնվեց ինչ-որ նոր երկիր, որտեղ կարողացան թաքնվել նրանք, ովքեր հետապնդման մեջ էին Սուրբ ինկվիզիցիայի կողմից։ Սա ինչ երկիր էր եւ եղել է արդյոք նման մի բան մարդկային պատմության ողջ ընթացքում։ Ես երբեք չեմ հանդիպել հուկների կամ հռոմեացիների մոտ ճշգրիտ ուղեցույց, թե աշխարհի որ մասում է գտնվում երկնային դրախտը։ Համոզված եմ, երկնային դրախտը հենց այն է, որտեղ ոչ մեկ չի կարող գնալ առանց Աստծո кամքի։ Ենթադրում եմ, որ երկիրը բավականին լայն է եւ կան դեռ շատ ուրիշ երկրային դրախտներ, որոնց մասին մենք ոչ մեկս երբեք չենք իմացել։ Богословы утверждают, что здесь у нас идет Աստվածաբանները հաստատում են, որ այստեղ մեզ մոտ ընթանում են նոր պետության ծնունդը, որը երբեք չի եղել մեր երկրագնդի վրա։ Այդ պետությունը ժողովրդավարական է, այն ծնունդ է առնում տարածքում, որը ոչ խիտ բնակեցված է, եւ պետություն, որը դառնում է հենակ քրիստոնեության համար։ государство, которое становится опорой для христианства. 1492 թվականին իսպանացի նավագնացը կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն բացում է նոր երկրի ափեր։ Այդ նավագնացի անունն էր Քրիստոֆոր Կոլումբոս, ով 1498 թվականին բացահայտեց Ամերիկան։ Այդ ժամանակվանից սկսած եվրոպացիները, ովքեր հետապնդումների մեջ էին պապական ռեժիմի լրտեսների կողմից, մասսայական փախնում են Հյուսիսային Ամերիկա, հիմնադրելով նոր գերտերություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Все, кого в Старом Свете Բոլորը, ում հին աշխարհում հետապնդում են քարոզչության կամ եկեղեցու պաշտոնական դիրքորոշմանը դեմ գնալու համար, արագ հասկացան, որ նոր եւ երիտասարդ երկիրը կարող է իրենց համար դառնալ հանգիստ եւ ամենակարևորը անվտանգ նավահանգիստ։ опасной гаванью. 250 տարի առաջ բոլոր այս մեծ քաղաքները այստեղ չկային։ ԱՄՆ-ում հիմնականում ֆերմերներ էին, մարդիկ անմնացորդ տրվում էին քրտնաջան աշխատանքին առավոտից գիշեր, եւ այն ժամանակ ձեր համոզմունքները կամ կրոնական պատկանելիությունը չէին կարող լինել հոբիի նման, ինչպես մեր ժամանակներում է։ Մարդիկ բարձրաձայնում էին այն ամենի մասին, ինչը իսկապես իրենց համար կարևոր էր, եւ տեզիսները հավատքի քարոզչական ազատության մասին այստեղ եկան շատ տեղին։ Բայց եկեք վերադառնանք հետ դեպի 13-րդ գլուխը եւ նոր գիտելիքներով նորից կարդանք արդեն մեզ ծանոթ խոսքը։ Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը եւ երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման։ Այս խոսքի առաջին մասի հետ կապված ինձ թվում է ամեն ինչ հասկանալի է։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ծնվում են մարդու ձեռք չկպած անտառների եւ լայն տարածությունների վրա, ինչպես եւ հայտնում է մեզ աստվածաշնչյան սիմվոլիկան, գազանը դուրս է գալիս երկրից կամ հողից։ Նկատեք, շատ հետաքրքիր է, որ երկու եղջյուրը, որը ուներ այս գազանը, դրանք գառան եղջյուրներ են։ Это две важные. Երկու եղջյուրը, ինչպես ասում են աստվածաբանները, դրանք երկու կարևոր արժեքներ են, որոնք պետք է աճեն։ Դա քաղաքացիական ազատությունն է, մարդու ազատությունն այսինքն, եւ կրոնական ազատությունը։ Դուք գիտեք, որ բողոքականների եւ ԱՄՆ-ի հիմնադիրների համար կրոնական ազատության հարցը նույնպես շատ կարևոր էր։ Այս պետության հիմքում ընկած էր այն, որ այնտեղ պետք է լիներ մարդու եւ կրոնական հայացքների ազատության համար բոլոր անհրաժեշտ պարագաները, բայց ինչ որ ժամանակ հետո այս պետության հետ կպատահի այն, որ նա կսկսի խոսել վիշապի պես։ Что он будет говорить как дракон. Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն հիմնադրվել է ինչպես բողոքական պետություն, սակայն մենք կարդում ենք, որ գազանը, ով ուներ գառան եղջյուրներ, խոսեց ինչպես վիշապը, եւ այստեղ վիճելու բան էլ չկա։ Մեր ժամանակի ԱՄՆ-ն տանում է համաշխարհային ժանդարմի դերը, թելադրում է իր օրենքներն ու պայմանները ամբողջ աշխարհին, եւ սրա հետ ուղղակի հնարավոր չէ չհամաձայնվել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խոսում է ինչպես վիշապը, որը զգում է իր ուժը եւ անպատժելիությունը։
Привет, мальчики. Ողջույն տղաներ եւ աղջիկներ, ես Ջորջ Բուշն եմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը։ Այնպես լավ է, որ դուք այսքան հիմար եք։ Դուք նայում եք սրան եւ ենթադրում, որ ունեք ընտրության հնարավորություն։ И полагаете, что у вас есть возможность выбирать? Эй, дураки. Հեյ, ապուշներ, արթնացեք։ Քեզ հետաքրքրում է դեպի ուր ենք մենք գնում։ Ինչ ենք մենք ուզում։ Մնացել է վերջին փուլը։ Մեզ պետք է բացարձակ, տոտալ վերահսկողություն ամեն մեկի վրա։ Երկիր մոլորակի ամբողջ մակերեսով մեկ, համաշխարհային մեկ իշխանություն եւ մեկ արժույթ։ Всемирная единая власть и валюта. Եվ այսպես ընկերներ, մինչ մենք կշարժվենք առաջ, եկեք փոքրիկ ամփոփում կատարենք։ Առաջին գազանը, որը դուրս է գալիս ծովից 7 գլխով եւ 10 եղջյուրով, խորհրդանշում է կրոնաքաղաքական իշխանությունը Հռոմի պոնտիֆիկատի գլխավորությամբ, որը մահացու վիրավորում ստացավ 1798 թվականին բախվելով Նապոլեոն Բոնապարտի ֆրանսիական հեղաշրջմանը։ Մոտավորապես հենց այդ ժամանակ աշխարհի մյուս ծայրում իր գառան եղջյուրներով գլուխը սկսում է բարձրացնել մեկ ուրիշ գազան, որը խորհրդանշում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Իսկ հիմա շարունակում ենք կարդալ. Եվ ես տեսա մի ուրիշ գազան դուրս գալիս երկրիցը, եւ երկու եղջյուր ուներ գառի նման, բայց խոսում էր վիշապի նման, եւ այն առաջին գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, եւ այնպես հրանում, որ երկիրը եւ նրա վրա բնակողները երկրպագեն այն առաջին գազանին, որի մահի վերքը ողջացել էր, եւ մեծ նշաններ է անում, որ երկնքիցը կրակել է վայր բերել տալիս երկրի վրա մարդկանց առաջին, եւ մոլորեցնում է երկրի վրա բնակողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործե գազանի առաջին, ասելով երկրի բնակողներին, որ պատկեր շինեն այն գազանին, որ սուրի վերքն ուներ եւ ապրեց, եւ տրվեցավ նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ եւ անել, որ նրանք, որ չերկրպագեն գազանի պատկերին, սպանվին, եւ ստիպում է ամենին, փոքրերին եւ մեծամեծներին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ նրանց դրոշ մտա նրանց աջ ձեռքումը կամ նրանց ճակատումը, եւ որ ոչ ով չկարողանա գնել կամ ծախել բացի նրանից, որ գազանի դրոշը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի թող գազանի թիվը համարե, որ մարդի թիվ է եւ նրա թիվը 666 է։ Հայտնություն 13-րդ գլուխ 11-ից 18 խոսք։ Опять происходит союз. Նորից տեղի է ունենում միություն, պապությունը չունի ուժ, նա ուժը հիմա կվերցնի նոր գազանից, սա կլինի նոր միություն, մեգաիշխանություն, մեգապետություն, որն ունի հսկայական ուժ, ռեսուրսներ եւ ֆինանսական, եւ բանկային, եւ այդ իսկ պատճառով ինչ-որ բան պետք է կատարվի երկրի վրա, ոչ սովորական ինչ-որ բան, որը կստիպի այս գազանին, որը մեզ մատնացույց է անում դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներն ապագայում, այնպես անել, որ բոլոր մարդիկ լսեն պապին։ Сделать так, чтобы люди все прислушались в папстве. Իսկ հիմա ընկերներ, փորձեք հասկանալ մի բան. Հռոմեական կաթոլիկության մեքենան եւ այն ուժերը, որ նրա ետևում կանգնած են իր ընկնելու պահից ի վեր, չեն թողել, չեն մոռացել մտքերը, որպեսզի վերադարձեն այն իշխանությունը, որը ունեն մութ միջնադարյան ժամանակահատվածում, քանի որ դա երկրի վրա գոյություն ունեցած հնագույն իշխանություններից մեկն է, եւ այս աշխարհի շատ վահանակները մինչեւ այսօր իր ձեռքերում են։ Հայտնության 17-րդ գլխում այս գազանի նկարագրությունը ավելի քան հակիրճ է։ Գազանը, որը կար, որ էլ չկա եւ որը ելի կհայտնվի, այսինքն պապությունը եղել է, ղեկավարել է անցյալում, հիմա այն չի ղեկավարում, բայց նորից կգա իշխանության եւ կգնա կործանման։ Պարադոքսը նրանում է, որ սկզբից Ամերիկայի Միացյալ Նահանգները ստեղծվել էին որպես բողոքական երկիր, որը ձգտում էր ձերբազատվել ամեն կաթոլիկից, բայց հայտնության գիրքը ասում է ժամանակների մասին, երբ ամբողջ աշխարհը մահվան վախի ներքո ստիպված կլինի պապությանը խոնարհվել, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները կդառնա այն իշխանությունը, որը կհերի աշխարհը դեպի այդ խոնարհությանը։ Соединенные Штаты Ամերիկայի Միացյալ Նահանգները մարդկանց կասեն, որպեսզի նրանք սարքեն գազանի կերպարը, հենց Ամերիկան կձևավորի պապության կերպարը Միացյալ Նահանգներում, եւ ինչ է իրենից ներկայացնում հռոմեակաթոլիկ եկեղեցին, այն եկեղեցու եւ պետության միություն է, երբ եկեղեցին ասում է պետությանը, ինչ եւ ինչպես անել։ говорит государству, что и как делать. Друзья, эти пророчества... Ընկերներ, այս մարգարեությունները արագ կատարվում են։ Հիմա մենք տեսնում ենք ինչպես է Ամերիկայում տեղի ունենում բողոքականների եւ կաթոլիկների համախմբում, որպեսզի նա երկիրը վերցնի հսկողության տակ, եւ նախագահը համախմբվում է բողոքական եւ կաթոլիկ առաջատարների հետ Ամերիկա փոփոխություններ բերելու համար։ Братья и сестры. Քույրեր եւ եղբայրներ, Լյութերի բողոքարկումները վերջացել են, եթե չկա այլևս բողոք,
ապա ինչպես կարող է գոյություն ունենալ բողոքական եկեղեցի։ Он сказал это Նա ասեց դա բարձր զարմացած լսարանին եւ հայտարարեց, որ ինքը իրենց հետ խոսել է լիի ոգով, ով պատրաստել է ճանապարհ ինչ որ ավելի մեծի համար, քան ինքն է։ Հետո Ֆրանցիսկը հռչակեց, որ միասնության հրաշքն արդեն սկսված է։ уже началось. Ես հավատում եմ սիրուն։ Ես հավատում եմ սիրուն։ Ես հավատում եմ սիրուն։ Ես հավատում եմ սիրուն։ Ես հույս ունեմ, որ դուք կփոխանցեք իմ այս աղոթք խնդրանքը, որ այս անկեղծ խոսակցությունը տղամարդկանց եւ կանանց միջև, տարբեր դավանանքների միջև կարող է բերել խաղաղության եւ արդարության պտուղ։ Плод мира и справедливости. Եվ այն առաջի Գազանի բոլոր իշխանությունը բանեցնում էր նրա առաջին, եւ այնպես էր անում, որ երկիրը եւ նրա վրա բնակողները երկրպագեն այն առաջին Գազանին, որի մահի վերքը ողջացել էր։ Եվ տրվեցավ նրան, որ հոգի տա Գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ եւ անի էլ, որ նրանք, որ չերկրպագեն Գազանի պատկերին, սպանվին։ Հիշենք, երբ Աստված հոգի դրեց նորաստեղծ մարմնում, մարդն արթնացավ։ Իսկ ահա այստեղ ասվում է, որ երկրորդ Գազանը, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները, կյանք կտա երկրորդ Գազանին, որը վերք ուներ։ Դե իսկ հիմա ընկերներ, թույլ տվեք վերադառնալ հարցին, որը տրվել էր սկզբում։ Բաբելոնյան անառակը, ով է նա։ Ես կարծում եմ, ձեզ համար արդեն ամեն ինչ պարզ է։ Աստվածաշնչում կնոջ կամ հարսի կերպարը սիմվոլիկ կերպով կապվում է եկեղեցու հետ։ Օրինակ Հայտնության 12-րդ գլխում մենք կարդում ենք կնոջ մասին, ում հետապնդում էր Սատանան, այսինքն եկեղեցին, որը հալածվում է Սատանայի կողմից։ Իսկ ահա 17-րդ գլխում մենք հանդիպում ենք մեկ այլ կնոջ հետ, մոլորվածի կամ անառակի, այսինքն ընկած կնոջ։ Դժվար չէ կռահել, որ խոսքը գնում է ընկած նահանջած եկեղեցու մասին, որը իր սուտ ուսմունքներով հարբեցրել է ամբողջ աշխարհը, նույնիսկ չիմանալով այն ամենը, ինչ մենք ձեզ հետ հենց նոր ուսումնասիրեցինք։ Դժվար չէ կռահել, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ եկեղեցի, որը լիովին համապատասխանում է այս նկարագրությանը։ Եվ այն կինը, որ ծիրանի եւ կարմիր էր հագած, եւ ոսկով, եւ պատվական ակունքներով, եւ մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը։ Այստեղ թվարկվում են նրա հագուստի որոշակի գույները, այստեղ այլևս չկա սպիտակ գույնը, բայց հիմա մենք տեսնում ենք գույներ, որոնք ներկայացնում են ինչքան էլ որ տարօրինակ չհնչի, երկու բան՝ արքայություն եւ անառակություն։ Եվ կոնկրետ գույները, որ մենք տեսնում ենք առաջացած քրիստոնեական պատմության ընթացքում հոգեվորականների հագուստի գույներում, դրանք ոչ միայն հռոմեական կայսերների հիմնական գույներն էին, բայց համաձայն կաթոլիկ հանրագիտարանի մանուշակագույնը եպիսկոպոսների պաշտոնական գույնն է, ալ կարմիրը կարդինալներինը։ Багряница для кардиналов. Մենք տեսնում ենք, որ այս անառակը կամ կոռումպացված եկեղեցին, բացի մանուշակագույնից ու ալ կարմիրից, նաև ունի բազում հանքային ռեսուրսներ։ Եթե մտածենք նրա անհաշվելի արվեստի գործերի մասին, ոսկուց, արծաթից եւ մարգարիտից բաղկացած, հռոմեակաթոլիկ եկեղեցին հանդիսանում է ամենահարուստ կրոնական կազմակերպությունն աշխարհում։ Անառակը Հայտնության 17-րդ գլխի խորհրդանշում է կեղծ կրոնական համակարգը, նստած է Գազանի վրա, դա աշխարհիկ իշխանությունն է, իսկ հենց ինքը ներկայացնում է եկեղեցին։ Գազանը, որի վրա նա նստած է, խորհրդանշում է պետականությունը, մենք դրա մասին արդեն խոսել ենք։ Եվ այսպես, տեսեք, Աստվածաշնչյան մեկնաբանությունում մենք կարդում ենք պետականությունն ու եկեղեցին Աստծո թանկարժեք պարգևներն են, բայց սպղծված պետականությունը դառնում է Գազանի պես, իսկ ընկած եկեղեցին դառնում է անառակ։ Հայտնության 18-րդ գլխի 3-րդ խոսքում գրված է. որովհետև նրա անառակության բարկության գինուցը խմեցին բոլոր ազգերը եւ երկրի թագավորները նրա հետ անառակվեցան եւ երկրի վաճառականները նրա զեղության զորությունից հարստացան։ Սրանից հետեւություն, որ ուսուցմունքները, որոնցով նա հարբեցրել է բոլոր ազգերին, արդեն գոյություն ունեն աշխարհում։ Բացի դա, մեր բացահայտման վերջում դուք կտեսնեք, որ այդ ուսուցմունքները ներխուժել են գործնականորեն յուրաքանչյուր քրիստոնեական եկեղեցի, անկախ դավանանքներից, եւ մեր առաջադրանքն է ժամանակին գիտակցել եւ ազատվել դրանցից, քանի որ եզրափակիչ ճգնաժամը տեղի ունենալու հենց այդ մոլորությունների շուրջ։ Այդ իսկ պատճառով ես ձեզ խնդրում եմ զինվել համբերությամբ եւ իմաստությամբ։ Հնարավոր է այն, ինչ դուք այսօր լսեք, դուրս չգա ձեզ, բայց համաձայնվեք, մեր առաջադրանքն է հետևել այն ամենին, ինչ մեզ ասում է Աստված, այլ ոչ թե այն ամենին, ինչ մեզ դուր է գալիս։ Բայց սկզբում թույլ տվեք պատասխանել հարցին, թե ինչպես եկեղեցին, նույնիսկ այդքան բազմանդամ, ինչպես հռոմեակաթոլիկն է, կարող է հասնել իշխանության ամբողջ աշխարհի վրա։ Պատասխանը ավելի քան հասարակ է։ Գաղտնի կազմակերպություններ դավադրության տեսությունը այդքան էլ տեսություն չէ։ Շատերը լսել են սրա մասին, բայց ոչ բոլորն են հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Բոլորն էլ լսել են մասոնների, իլումինատների, չաբադների, օփյուզդեյների մասին, բայց գործնականում ոչ ոք չգիտի, թե ովքեր են ղեկավարում նրանց։ Որպեսզի գլուխ անել այս հարցից, անհրաժեշտ է ուղևորվել ոչ հեռու անցյալ։
1517 թվականին անվաղ վանական Մարտին Լյութերը Վիտենբերգյան եկեղեցու պատին փակցնում է 95 թես, դրանով իսկ սկիզբ դնելով բարեփոխման հզոր շարժմանը։ Այդ պահին մութ միջնադարյան կոպտությունից տանջված Եվրոպան ստանում է մի թարմ շունչ հոգևոր վերածննդի։ Կաթոլիկ պապական համակարգը բոլոր ուժերով փորձում է հանգցնել վերածննդի վառվելով պայծառացող լույսը։ Լյութերի բողոքին ի պատասխան 1541 թվականին Իգնաթիա Լայոլի գլխավորությամբ ստեղծվում է հատուկ պատվիրակություն վերածննդի դեմ պայքարի համար։ Ճիզվիտների պատվիրակությունը, որոնք տարբերվում էին իրենց խորամանկությամբ, նենգությամբ եւ առանձնահատուկ դաժանությամբ, նրանց առաջադրանքն էր պայքար բողոքականների, լիբերալների դեմ եւ ընդհանրապես բոլոր նրանց դեմ, ովքեր հանդես էին գալիս հակառակ պապության։ В начале 16 века 16-րդ դարի սկզբին ռեֆորմացիան հաղթական քայլարշավով անցավ ամբողջ Եվրոպայով։ Գերմանիան, Լեհաստանը, Լիտվայի մեծ դքսությունը եւ Ֆրանսիան ձգտողաբար դուրս էին գալիս Հռոմի Պապի ազդեցությունից։ Նույնիսկ Իտալիայի քաղաքները սկսեցին վրընդել կաթոլիկներին, իսկ որոշ կարդինալներ ավելի շատ թեքվեցին դեպի ռեֆորմացիա եւ նույնիսկ դարձան բողոքական։ Ընթանում էր իսկական գաղափարախոսական պատերազմ եւ որպեսի կանգուն մնալ դրանում, Սուրբ Աթոռին պետք էր գցել պաշտպանության եւ հարձակման մեխանիզմներ։ Ովքեր են ճիզվիտները, դրանք գաղտնի կազմակերպության անդամներ են, որը հիշեցնում է մասոնական օթյակը, բայց ավելի զզվերի բնութագրով եւ 1000 անգամ ավելի վտանգավոր։ Նրանք ոչ միայն հոգեվորականներ են կամ ինչ-որ ուսմունքի հետևորդ, այլ վաճառականներ, իրավաբաններ, խմբագիրներ եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք չունեն իրենց վրա որևէ տարբերանշան։ Նրանք ներկա են ցանկացած հասարակության մեջ իրենց միակ ու մեծագույն նպատակի իրագործման համար։ Նրանք կարող են ընդունել ցանկացած կերպար, լինի դա լույսի հրեշտակ, թե խավարի ծառա։ Նրանք բոլորը կթված եւ երդվյալ մարդիկ են, ովքեր ցանկացած պահի եւ ցանկացած տեղում պատրաստ են անցնել այն ծառայությանը, որին իրենց նշանակել է օրդինի գեներալը, չփոխկապակցված լինելով ընտանեկան թելերով, չունենալով պարտք ոչ հասարակության եւ ոչ պետության հանդեպ, զրկված բոլոր մարդկային արժեքներից եւ իրենց կյանքը նվիրած Հռոմի Պապի գործին։ Մեջբերում եմ ճիզվիտի երթումից մի հատված։ Այսպիսով ես խոստանում եւ հայտարարում եմ, որ չեմ ունենա սեփական կարծիք կամ սեփական ցանկություն կամ ինչ որ մտային կասկած, ինչ էլ որ պատահի, լինեմ ես նույնիսկ դիակ կամ անշունչ մարմին, բայց առանց տատանվելու կենթարկվեմ Հռոմի Պապի բանակի ղեկավարությունից դուրս եկած յուրաքանչյուր հրամանի։ Բացի այդ, եւ երդվում եւ հաստատում եմ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում անխնա պատերազմ կվարեմ գաղտնի կամ բաց աղանդավորների, բողոքականների եւ լիբերալների դեմ, ինչպես ինձ հրամայված է, որպեսզի արմատախիլ անել եւ ջնջել նրանց երկրի երեսից, եւ ես ուշադրություն չեմ դարձնի ոչ տարիքին, ոչ սեռին, ոչ էլ մեկ ուրիշ պարագայի վրա։ Ես կախաղան կհանեմ, կվառեմ, կավիրեմ, երմանջրի մեջ կգցեմ, խեղտամահ կանեմ եւ ողջ կթաղեմ այդ ամբարիշ տաղանդավորներին, կքերթեմ նրանցից իրենց կաշիները, կճեղեմ նրանց կանանց փորը եւ նորածինների գլուխները կջարդեմ պատին, որպեսի հավիտյան ոչնչացնեմ այդ զզվելի ժողովուրդը։ Եթե դա բաց կերպով հնարավոր չլինի անել, ես նրանց բաժակների մեջ աննկատ կերպով թույն կլսնեմ, խեղտամահ կանեմ նրանց, կդանակահարեմ եւ կծակծկեմ նրանց կապարե փամփուշտներով, չնայելով նրանց պատվին, կոչումին, պաշտոնին կամ հաստիկին այդ մարդկանց, ինչպիսին էլ որ չլինեն նրանց կյանքի հանգամանքները, անձնական կամ հանրային։ Եթե ինձ այդպիսի հրաման տա Հռոմի Պապի որևէ մի գործակալ կամ էլ Հիսուսի միաբանության եղբայրական սուրբ հավատքի գլխավոր անձը։ Մեջբերման ավարտ։ Անհնար է պատկերացնել, որ մարդը կարող է տալ այսպիսի մռայլ երթում, ավելի անպատիվ երթում նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ։ Վերջին մեջբերման մեջ աղանդավոր բարետակ ենթադրվում է ցանկացած մարդ, ով համաձայն չէ Պապի հետ։ Բայց դուք կհարցնեք, թե ինչպես ճիզվիտները, թեկուզ եւ այդքան ազդեցիկ եւ զորեղ, կարող են ղեկավարել ամբողջ աշխարհը։ Դաշնային պահուստային բանկ, որը թողարկում է եւ ղեկավարում դոլարը, եւ ըստ երևույթի ղեկավարում է բոլոր մնացած արժույթներն աշխարհի, բանկ, որը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում, բայց դրա հետ մեկտեղ պատկանում է մասնավոր անձանց, Ռոթշիլդներին եւ Ռոքֆելլերներին։ Նրանք լինելով հրյա, միևնույն ժամանակ պատկանում են ճիզվիտների օրդենին, իսկ ճիզվիտները ենթարկվում են Պապին, եւ այսպես ընկերներ, շրջանակը փակվում է։ Кто владеет Банком Америки? Тот самый иезуит. Ով է Ամերիկայի բանկի տերը, հենց այն նույն ճիզվիտն էլ ղեկավարում է այս ամենը։ Նրանք ասում են, դուք գիտեք Ռոթշիլդներին, ինչ է նշանակում Ռոթշիլդ բառը։ Եթե նայենք հանրագիտարանում, հատկապես եբրայական հանրագիտարանում, նա ձեզ կասի, որ դրանք Վատիկանի բանկիրներն են։ Եվ այսպես, դա Վատիկանի թաքնված համակարգն է, եւ հենց Հռոմն է հանդիսանում աշխարհի համակարգը, ղեկավարում է աշխարհի համակարգերը։ Управляет системами мира. Я хочу просто показать вам этот самый сайт
Ընկերներ, ուզում եմ ձեզ ցույց տալ այդ կայքը։ Կայքի անվանումն է, ինչպես տեսնում եք, ներառական կապիտալիզմ Վատիկանի հետ։ Եվ այսպես մեր պահապանները, ահա մենք տեսնում ենք այս հիանալի մարդկանց, տեսեք թե ինչպիսի գոհ դեմքեր են։ Մայստեր քարտի նախագահն ու գործադիր տնօրենը, Alliance, Salesforce, DuPont, United Nations, ահա նրանք բոլորը, այսպես ասած շերտերը։ Ահա նաև Lynn Forester Rothschild-ը, մի խոսքով այստեղ մի մեծ խումբ է։ Ուրեմն այսպես, ներառական կապիտալիզմի խորհուրդը դա չափից շատ ազդեցիկ մարդկանց մի մեծ խումբ է, որոնք ունեն նպատակ փոխել համաշխարհային էկոնոմիկան եւ ֆինանսական համակարգը, այսինքն նրանք ուզում են ղեկավարել երկրագնդի մասշտաբով, բոլոր երկրների վրա եւ ամբողջ էկոնոմիկային ու ֆինանսական համակարգին, եւ այստեղ բոլոր խոշորագույն եւ գլոբալ ընկերություններն են, որոնք իսկապես գործ ունեն միլիոնավոր դոլարների հետ։ Ֆրանցիսկոս Պապն ինձ ամենից ավելի է զարմացնում, որ այս ամենի վրա ղեկավարն ինքն է։ Ավելի մանրամասն այս մասին կարող եք կարդալ Գաղտնի ահաբեկիչներ գրքում, հղումը կլինի նկարագրությունում։ Բայց ինչ կերպով աշխարհը կենթարկվի Պապին, որն է երկիր մոլորակի վրա Պապի իշխանության նշանը։ Դրա համար մենք պետք է հասկանանք, թե Սուրբ Գրքի մեջ ինչպիսի սահմանում է տրվում ենթարկվել տերմինին, եւ այն թե ինչքանը մենք կհասկանանք եւ կարձագանքենք կսահմանի մեր սովորածը, ինչպես գրված է հաջորդ խոսքում։ Եվ մի երրորդ հրեշտակ եկավ նրանց ետևից մեծ ձայնով ասելով, ով որ երկրպագություն է անում գազանին եւ նրա պատկերին եւ դրոշ ընդունում իր ճակատի կամ իր աջ ձեռքի վրա, այնպիսին Աստծո սրբմտության գինուծը պիտի խմե, որ անխառն ածված է նրա բարկության բաժակի մեջ, եւ պիտի տանջվի կրակի եւ ծծմբի մեջ սուրբ հրեշտակների եւ գառի առաջին։ Սա Աստծո ամենադաժան նախազգուշացումն է ամբողջ Աստվածաշնչի մեջ։ Հաջորդ խոսքերը մեզ ցույց կտան տարբերությունը առ Աստված ճշմարիտ եւ կեղծ երկրպագության, եւ զուր տեղն են պաշտում ինձ սովորեցնելով այնպիսի վարդապետություններ, որ մարդկանց պատվերներն են, որովհետեւ Աստծո պատվիրանքը թողած պահում եք մարդկանց ավանդույթը, անոթների եւ ամանների լվացմունքներ, եւ սրանց նման էլ ուրիշ շատ բաներ եք անում։ Եվ նրանց ասեց. լավ եք անարգում Աստծո պատվիրանքը, որ ձեր ավանդույթը պինդ պահեք։ Մարդկանց տրվեց 10 պատվիրանները Ելից գրքում, հարյուրավոր տարիների ընթացքում հрьяաները բազում անգամներ խեղաթյուրել են օրենքը տարբեր դավաճանություններով, որոնք հանգեցրել են 10 պատվիրանների մոլորության։ Հենց այդ ամենն է Հիսուսը այսպես դատապարտում։ Նա ասում է, երբ 10 պատվիրանները մի կողմ են դրվում, իսկ մարդու ավանդույթները դուրս են գալիս առաջին պլան, ապա այդպիսի երկրպագությունը հանդիսանում է ապարդյուն։ Ճշմարիտ ծառայությունը իր մեջ պետք է ներառի բոլոր 10 պատվիրանների կատարումը։ Կեղծ երկրպագությունը հաշվի առնում մարդկային ավանդույթները։ Հայտնության 13-րդ եւ 14-րդ գլուխներում մենք բախվում ենք պապական ավանդույթի, որը գլուխը վեր է բարձրացնում Աստծո պատվիրաններից մեկի վրա։ Այդ պապական ավանդույթը իրենից ներկայացնում է ոչ այլ բան, քան պապական հեղինակության ընդգծումն աշխարհում։ Գիտեք դուք արդյոք պապական ավանդույթը, որը ուղիղ հակառակվում է Աստծո 10 պատվիրաններից մեկին, եւ որի մասին հենց ինքն է խոսում ինչպես երկրի վրա իշխանության նշան։ Ես մի անգամ չէ որ առաջարկել եմ $1000 ցանկացածին, ով կարող է ինձ ապացույց բերել Աստվածաշնչից, որ ես պետք է սուրբ պահեմ կիրակի օրը։ Գոյություն չունի այդպիսի պատվիրան։ Դա դրածո է բացառապես հռոմեական կաթոլիկ եկեղեցու կողմից։ Աստծո խոսքում գրված է. հիշիր շաբաթ օրը եւ սուրբ պահիր այն։ Իսկ կաթոլիկ եկեղեցին ասում է ոչ, իմ աստվածային իշխանությամբ ես չեղարկում եմ շաբաթ օրը եւ հրամայում եմ ձեզ սուրբ պահել շաբաթվա առաջին օրը, կիրակին։ Եվ ահա ամբողջ աշխարհը թեքվում է դեպի այդ ուղղությունը, ենթարկվելով հրամանին սուրբ կաթոլիկ եկեղեցու։ Почтение, повинуюсь повелению Святой Католической Церкви. Вопрос. Հարց. Որ օրն է հանդիսանում սուրբ օր հանգստի։ Պատասխան. շաբաթը հանգստի սուրբ օրն է։ Հարց. Ինչու ենք մենք պահում կիրակին շաբաթ օրվա փոխարեն։ Պատասխան. մենք պահում ենք կիրակին շաբաթի փոխարեն, որովհետև կաթոլիկ եկեղեցին Լաոդիկիայի տաճարում Քրիստոսից հետո 336 թվականին տեղափոխեց հանգստի սուրբ օրը շաբաթից կիրակի։ Հենց Սուրբ կաթոլիկ եկեղեցին փոխեց հանգստի օրը 7-րդ օր շաբաթից առաջին օր կիրակի։ Субботы 7-го дня на воскресенье, первый день недели. T.N. Wright, հատված 1893 թվականին կարդացած դասախոսությունից։
Շատ քրիստոնյաներ մտածում են, որ Կիրակի օրվա հանգիստը դա Աստծո սահմանածն է, բայց դա մոլորություն է։ Կիրակի օրվա հանգիստը դա նշանակված է բացառապես կաթոլիկ եկեղեցու կողմից։ Աստվածաշնչում այդ ուսմանը հաստատում չկա։ Ահա թե ինչ է հայտարարում Հռոմեա կաթոլիկ եկեղեցին այդ հարցի վերաբերյալ։ Լավ կլինի հիշեցնել պրեսբիտերներին, բապտիստներին, մեթոդիստներին եւ մնացած բոլոր քրիստոնյաներին, որ Աստվածաշունչը ոչ մի կերպ չի աջակցում իրենց Կիրակի օրվա հանգիստը պահելու մեջ։ Կիրակին հանդիսանում է նշանակված օր Հռոմեա կաթոլիկ եկեղեցու կողմից, եւ բոլոր նրանք, ովքեր պահում են այդ օրը, պահում են Հռոմեա կաթոլիկ եկեղեցու պատվիրանը։ Посмотрите-ка на это. Նայեք սրան, բոլոր ժամանակների ամենաուշագրավ հայտարարություններից մեկը, որը երբևէ ինձ հաջողվել է գտնել այս թեմայի վերաբերյալ, այն պատկանում է եկեղեցական պատմաբան Սոկրատ Խոլաստիկին, Քրիստոսից հետո 5-րդ դար։ Ահա թե ինչ է նա գրում. համարյա բոլոր եկեղեցիները, դուք լսեցիք դա, բոլոր եկեղեցիները ամբողջ աշխարհի նշում են Սուրբ Հաղորդությունը ամեն շաբաթվա շաբաթ օրը, սակայն Ալեքսանդրիայի եւ Հռոմի քրիստոնյաները մի քանի հնագույն ավանդույթներից ելնելով հրաժարվեցին դրանից։ Христиане в Александрии и в Риме в силу некоторых древних традиций отказались от этого. Եվս մեկ մեջբերում կաթոլիկ էկումենիկ տեղեկագրերից Հռոմեա կաթոլիկ եկեղեցին փոփոխել է շաբաթ օրվա հանգիստը Կիրակիով Հիսուս Քրիստոսի կողմից ստեղծված եւ իրեն տրված աստվածային անձեռնամխելի հեղինակության իրավունքով։ Բողոքականը, ով պնդում է, որ Աստվածաշունչը հանդիսանում է հավատքի միակ ուղղորդիչը, չունի ոչ մի հիմք Կիրակի օրը որպես հանգիստ պահելու համար։ Այս հարցում 7-րդ օրվա ադվենտիստը հանդիսանում է միակ հետևողական բողոքականը։ Եվ այսպես նրա իշխանության նշանը հանդիսանում է շաբաթը, որովհետև Աստված 6 օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու ջրերը։ Հռոմեա կաթոլիկ եկեղեցին միանշանակ հայտարարում է բազում տեղերում, պատմության ամբողջ շրջանում, որ իր եկեղեցական իշխանության նշանը նրանում է, որ ինքը բարձր է Աստվածաշնչից եւ որ ինքը տեղափոխել է Աստվածաշնչյան Սուրբ հանգիստը շաբաթ օրվանից Կիրակի, այսինքն շաբաթվա առաջին օրը։ Եվ նա օգտագործում է դա իբրև կետ, եւ Տրենտի խորհուրդը հստակ թույլ տվեց հասկանալ, որ դա նշանն է իր եկեղեցական իշխանության, ու թեև բողոքականները, չնայած նրան, որ նրանք ասում են, թե Աստվածաշունչը հանդիսանում է իրենց բարձրագույն ղեկավարը, նրանք փաստացի ենթարկվում են Հռոմին, այլ ոչ թե Սուրբ Գրությանը։ Пророк Даниил предостерег. Դանիել Մարգարեն զգուշացնում էր, որ կհայտնվի յուրահատուկ իշխանություն։ Դրա մասին խոսվում է Դանիել Մարգարեի գրքի 7:25-ում, եւ այդ իշխանությունը կցանկանա նրանց տոն ժամանակներն ու օրենքը չեղարկել։ Ընկերներ, ոչ մի երկրային եկեղեցի չունի իրավունք փոխելու Աստծո օրենքը կամ նրա խոսքը։ Կասկած չկա, որ քարոզիչները պետք է վերադառնան Աստվածաշնչի հիման վրա գրված քարոզներին, Աստծո ճշմարիտին եւ փախնել Բաբելոնից, անառակից։ Բաբելոնի սուտ ուսմունքներն Աստծո բնության մասին, դա է պատճառը սեփական ժողովրդին այդպիսի վերաբերմունքի, աստվածանարկ այդ սուտ աստվածապաշտ համակարգերը եւ սատանայի այդ ուսմունքները։ Теперь мы рассмотрим несколько утверждений. Հիմա մենք հայացք կգցենք կաթոլիկ գրականության մի քանի պնդումների վրա, որոնք հստակ ցույց կտան, թե ինչն է հանդիսանում պապական իշխանության նշանը երկրի վրա։ Մեջբերում եմ, ապացուցեք ինձ միայն Աստվածաշնչի հիման վրա, որ ես պետք է Կիրակին սուրբ պահեմ։ Այդպիսի օրենք չկա Աստվածաշնչում։ Դա բացառապես Սուրբ կաթոլիկ եկեղեցու օրենքն է։ Աստվածաշունչը ասում է՝ հիշիր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։ Կաթոլիկ եկեղեցին ասում է՝ ոչ, իմ աստվածային իշխանությամբ ես չեղարկում եմ շաբաթ օրվա սուրբ պահելը եւ հրամայում եմ ձեզ սուրբ պահել շաբաթվա առաջին օրը։ Եվ ահա ամբողջ աշխարհը թեքվում է դեպի այդ կողմը, ենթարկվելով հրամանին Սուրբ կաթոլիկ եկեղեցու։ Մեջբերման ավարտ։ Пред заповедью Римско-католической церкви. Конец цитаты. Պապությունը հստակ մեզ ասում է, թե որն է նշանը։ Մեջբերում եմ, ի վերջո կաթոլիկ եկեղեցին հայտարարում է, որ շաբաթ օրվա փոփոխումը իր նախաձեռնածն է։ Այդ գործողության մեջ էլ հենց պարունակվում է կրոնական հարցերի մեջ նրա եկեղեցական իշխանության եւ հեղինակության նշանը։ Մեջբերման ավարտ։ Это в религиозных вопросах. Конец цитаты. Еще одна цитата. Եվս մեկ մեջբերում, Կիրակին դա մեր իշխանության նշանն է։ Եկեղեցին վեր է Աստվածաշնչից եւ Սուրբ օրվա տեղափոխությունը հանդիսանում է այդ փաստի ապացույց։ Մեջբերման ավարտ։ Этого факта. Конец цитаты. Эта тенденция продолжает нарастать до тех пор, пока Այս միտումը շարունակելու է աճել մինչև ամբողջ աշխարհում չընդունվի կիրակնորյա օրենքները։ Այդ օրենքները կհանգեցնեն դաժան հետապնդումների, նման մութ միջնադարյան հալածանքներին։ Շատ շուտով երկրի վրա բոլոր մարդիկ կբաժանվեն երկու մասի։ Մի կողմում կլինի մարդկության մեծամասնությունը, միավորված Վատիկանի ճիզվիտների հետ տիեզերքի Աստծո դեմ բաց ըմբոստությամբ, երկրորդ խումբը կլինի ավելի սակավաթիվ։ Այնտեղ տեղ կգտնեն նրանք, ովքեր սիրում են Աստծուն եւ պահում են նրա բոլոր պատվիրանները։ Бога и сохраняет все его заповеди. Четко. Հստակ բաժանարար գիծ կհանդիսանան 10 պատվիրանները եւ մասնավորապես 4-րդ պատվիրանը շաբաթը սուրբ պահելու մասին։
Որ կողմում կլինեք դուք։ Պապությունը միանշանակ ասում է մեզ, թե ինչ է նշանակում նշան։ А теперь поговорим о чипе. Իսկ հիմա խոսենք չիպի մասին։ Բացառված չէ, որ այդպիսի մեխանիզմ կարող է կիրառվել, բայց դա գազանի նշանը չէ, որովհետև գազանը դա կաթոլիկությունն է, իսկ գազանը արդեն կողմնորոշվել է, թե ինչ նշան դա կլինի։ А зверь уже определил, что это за знак. Նշանը թույլ կտած է զբաղվել բանկային հարցերով։ Դա կարող է լինել այսպես ասած միջոց, որպեսզի հասկանալ, թե ինչպես եք դուք տանում բանկային հարցերի ընթացքը։ Эти банковские дела. Но это Բայց դա գազանի նշանը չէ։ это, возможно, предшественник вопроса, а не возможно. Դա հնարավոր է առուցաղ չկարողանալ անելու հարցից է գալիս, բայց դա չէ հիմնական խնդիրը։ Հայտնության 13-րդ գլուխը եւ նորագույն պատմությունը վկայում են մեզ նրա մասին, որ շատ շուտով ճիզվիտները նոր հարձակում կսադրեն կամ կստեղծեն նոր ճգնաժամ, որից հետո նրանց կհաջողվի հասնել իրենց բաղձալի երազանքին, ընդունել ազգային օրենք, կիրակի օրվա մասին։ Կիրակին կորցրել է իր իմաստը որպես հանգստի օր, թարմացում Քրիստոսի մեջ, ասում է Պապը։ Լեհաստանում ընդունվում է օրենք Կիրակի օրը առևտուրն արգելելու մասին։ Նոր իտալական կառավարությունը առաջարկում է ընդունել արգել Կիրակի օրը առևտուր անելու վրա։ Վատիկանը աշխատում է Իտալիայում Կիրակի օրը գնումներն արգելելու ուղղությամբ։ Հունգարացի օրենսդիրները արգելում են Կիրակի օրը գնումներ կատարել, որպեսզի ամրապնդել ընտանիքի հետ ժամանցը։ Նիանդարոան արգելում է Կիրակին որպես առևտրի օր։ Եվրամիության լիդերները հորդորում են գալ երաշխիքի, որպեսզի Կիրակին լինի ոչ աշխատանքային։ Ստոպ օրվա կարևորությունը։ Ինչպես են եվրոպացիները պայքարում Կիրակի օրվա առևտրի դեմ։ Գերմանական դատարանը առաջ է քաշում հանգստի օրվա գործառույթը։ Իսրայելի առաջարկը անել Կիրակին հանգստի օր կարող է շարունակական բնույթով ազդել առևտրի վրա։ Արևի այդպիսի օրվա ժամանակ, թող որ քաղաքներում ապրող բոլոր դատավորներն ու մարդիկ հանգստանան, եւ թող որ բոլոր արհեստանոցները փակ լինեն։ Եթե ձեր եկեղեցին սովորեցնում է, որ Աստծո 10 պատվիրանները այլևս չեն հանդիսանում պարտադիր կատարման, որ Աստծո բնությունը արտացոլող բարոյական օրենքը ինչ-որ կերպ չեղարկվել է եւ այլևս մեզ չի վերաբերվում, փախեք դեպի Աստծո խոսքը։ Քրիստոսը ասում է նոր կտակարանում, Հովհաննես 14:15-ում. Եթե սիրում եք ինձ, կպահեք իմ պատվիրանները։ 15. Если любите меня, соблюдите мои заповеди. Ինչով կվերջանա այս ամենը, իրականում այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչպես ամեն ինչ կլինի, որովհետև ամենայն հավանականությամբ ամեն ինչ տեղի կունենա այնպես, ինչպես մենք չենք էլ պատկերացրել։ Մի բան կարելի է հստակ ասել, ներկայիս կորոնավիրուսային համավարակի ճգնաժամը ստեղծված է արհեստականորեն, մարդկությանը նոր համաշխարհային լիդերի ընտրության տանելու նպատակով, ով էլ հնարավոր է կլուծի տվյալ ճգնաժամը։ Նրանք ի դեպ միշտ են այդպես անում, սկզբում հենց իրենք են ստեղծում խնդիր, հետո առաջարկում դրա լուծումը։ Как я уже говорил сегодня утром, Ինչպես արդեն այսօր առավոտյան ասացի, այն մասին, որ երբ սկսվեց կորոնավիրուսի առաջին ալիքը, ես ականատես եղա, թե ինչպես ամբողջ աշխարհում ամեն ինչ շատ արագ սկսվեց փոխվել։ Ես մտածում էի այդ մասին եւ ինքս ինձ ասում, պարզ է, որ առանց կաթոլիցիզմի չի այս ամենը արվել։ Հռոմն է այս ամենի ետևում կանգնած, որովհետեւ պապությունը հանդիսանում է կարևոր խաղակարդ այս մեծ պայքարում։ Ես չունեի կոնկրետ ապացույց, թե ինչպես է Հռոմը կապված այս համավարակի հետ, եւ հենց դրա համար էլ ես սկսեցի հետաքննել այս հարցը։ Մի մարդ այդ ժամանակ ինձ ուղարկեց այս հոդվածը Business Insider անվանումով հրատարակությունից 2020 թվական ապրիլի 13-ի հոդված։ Եվ ահա ինչի մասին է այստեղ խոսվում։ Դոկտոր Էնթոնի Ֆաուչի, այն մարդկանց համար, ովքեր չեն ճանաչում այս մարդուն, ասեմ, որ ամեն անգամ, երբ Դոնալդ Թրամփը ասում է ինչ-որ բան կորոնավիրուսի հետ կապված, այս մարդը, Էնթոնի Ֆաուչին, միշտ գտնվում է Թրամփի կողքին։ Նա հանդիսանում է ԱՄՆ-ի ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտական ազգային ինստիտուտի տնօրեն։ Այստեղ այս հոդվածում ասվում է, որ դոկտոր Ֆաուչին դեռ 2017 թվականին զգուշացրել է Թրամփի ադմինիստրացիային նոր հիվանդության անհայտ եւ հանկարծակի ալիքի մասին։ Ֆաուչին այն ժամանակ ասել է. «Մենք լիովին համոզված ենք, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում մենք կբախվենք այդ խնդրին»։ Որտեղից նա դա վերցրեց։ Միթե հանդիսանալով ինֆեկցիոն եւ ալերգիկ հիվանդությունների մասնագետ, նա միաժամանակ հանդիսանում է նաեւ մարգարե։ Ֆաուչին դա ասել է Ջորջթաունսկի համալսարանում իր ելույթի ժամանակ։ Ջորջթաունսկի համալսարանում, իսկ ում է պատկանում այդ համալսարանը։ Դա հայտնի ճիզվիտական համալսարան է։ Դուք պետք է լինեք ճիզվիտ, որպեսզի ստանաք թույլատվություն հանդես գալու Ջորջթաունսկի համալսարանում։
Եվ այսպես Էնթոնի Ֆաուչին հանդես է եկել այդ համալսարանում եւ այդ ժամանակ ասել, որ Սպիտակ տան հաջորդ ադմինիստրացիան կբախվի խնդրի ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում, որտեղից նա կարող էր դա իմանալ։ Նրանք աշխատում էին այդ ուղղությամբ։ Мог это знать. Они работали в этом направлении. Так вот, я просто обозначу. Եվ ահա ես ուղղակի կտեղեկացնեմ հարգելի սենատորներին եւ գոլեգաներին, ովքեր մեզ դիտում են, որը կարող է լինել հաջորդ նպատակը։ Ելնելով հիմա արդեն թողարկված հաշվետվություններից, նրանք թույլ չեն տա վերադարձը մինչ կովիդյան իրականություն։ Այո, նրանք այս ամենը անվանում են գլոբալ կովիդյան ռեստարտ, այսինքն նրանք նայում են կովիդին ինչպես պրոյեկտ, սեփական պրոյեկտ եւ բացի այդ նրանք միանգամայն կերպով ասում են. մենք թույլ չենք տա վերադարձը մինչ կովիդյան աշխարհի, մենք կդնենք քաղաքական դաշտում հարցեր, մենք ովքեր, ազգային կորպորացիաները, նրա մասին, որ պետք է չթույլատրել արգելքները, О том, что надо не ослаблять сдерживающие меры. Որտեղից էլ երևում է, որ ոչ թե կովիդն է վտանգ իրենից ներկայացնում, այլ այդ միջոցառումները, սահմանափակումները, որոնք ելնելով կովիդից ընդունվում են ամբողջ աշխարհում։ Ապագա աշխարհում, որտեղ կղեկավարեն կորպորացիաները, ում կփոխանցվի իշխանությունն ու ռեսուրսները, այնտեղ տեղ չի լինի ազգային պետություններին, ուղղակի նրանք այնտեղ չկան, եւ ընդ որում դա կլինի մոտ ապագայում։ Куда будет передана власть и ресурсы, не будет места национальным государствам. Просто их там нет. Причем это будет, по их понятиям, в самое ближайшее время. Цитата. Մեջբերում եմ, եթե ժողովրդավարությունն ու գլոբալիզմը սկսեն ընդլայնվել, ապա ազգային պետություններին տեղ չի մնա, եւ իհարկե սուվերեն Ռուսաստանին տեղ չի լինի այնտեղ ընդհանրապես։ Առաջին հայացքից այս ամենը թվում է կարծես թե անիրական, անհնարին, բայց ուղղակի մտածեք տրամաբանորեն, տեսեք թե ինչ է կատարում այս աշխարհի հետ, ինչպես էկոլոգիական, այնպես էլ էկոնոմիկ հարցերում իրավիճակը ամեն տարի դառնում է ավելի ու ավելի վատ։ Մեր մոլորակը մահանում է, մեծ աշխարհը հասկանում է, որ ամեն ինչի վերջը եկել է, բայց նրանց գրպանները մինչև վերջ լցված են եւ նրանց ընդհանրապես ձեռք չի տալիս տվյալ փաստը։ Բոլոր խնդիրների պատճառը իրենց կարծիքով աշխարհի գերբնակեցումն է։ Երկրի վրա չափազանց շատ մարդ կա, որպեսզի վերահսկել այս գործընթացները, կչացնել երկրի բնակչությունը, իրենց պետք է նոր համաշխարհային իշխանություն, բայց ով այն կգլխավորի, որ մի համաշխարհային առաջնորդն է արժանի աշխարհի նախագահ կոչմանը։ Բայդենը, Բիլ Գեյթսը, Անգելա Մերկելը, Միգուցե Զելենսկին։ Ոչ, ախր այս մարդիկ չունեն վստահություն եւ դժվար թե ընդհանրապես կգտնվի այդպիսի մարդ ամբողջ աշխարհում։ Եվ միևնույն ժամանակ չկա ավելի հարգելի եւ ազդեցիկ առաջնորդ, քան Հռոմի Պապն է։ Հենց ինքը Աստծո տեղակալն աշխարհում։ Էլով, եթե ոչ նա պետք է գլխավորի աշխարհի նախագահությունը, բայց Պապի ղեկավարումը հնարավոր չէ առանց կրոնի, նոր համաշխարհային կրոնի, որը բոլորին կգոհացնի, քանի որ հենց Պապն է ասում, որ մարդկության պատմության մեջ տեղի ունեցած բոլոր աղետներն ու խնդիրները Աստծուն մոռանալու արդյունքն է։ Եվ իդեպ այստեղ նա ճիշտ է, բայց այն կրոնը, որ կստեղծվի, իսկ ավելի կոնկրետ արդեն իսկ ստեղծվում է էկումենիզմ շարժմամբ, իրենից կներկայացնի աշխարհում գոյություն ունեցող բոլոր կրոնների սինթեզ, եւ իբր արդարացում կլինի սերը ճակերտներում, եւ միակ օր երկրպագության աստվածաշնչյան շաբաթի ներքո կլինի Հռոմի Պապյան կիրակին։ Կիրակնորյա օրենքը արդեն իսկ պատրաստվում է Հռոմի կուլիսներում։ Շատ հեշտ է, պետք է կրճատել ածխաջրերի արտանետումները, դրա համար պետք է, որ ամբողջ աշխարհի գործարաններն ու ֆաբրիկաները մեկ օրով կանգ առնեն, որ ոչ մի բան չաշխատի, եւ իհարկե մեզ այդ օրը պետք է, եւ այդ օրը կիրակին է։ Դրա համար էլ ամեն կերպ կլիմայի փոփոխության արդարացման տակ ուժի մեջ է մտնում կիրակնորյա օրենքը, ասել է թե մեզ պետք է կիրակնորյա օրենք, որպեսզի փրկենք մեր մոլորակը։ Սով ժանտախ թիվանդություններ, երբ երկիրը կսկսի իսկապես մահանալ, եւ մենք հասկանում ենք, որ ամենայն հավանականությամբ իր վրա կվերցնի ինչպես հոգեվոր իշխանություն։ Եվ իդեպ հայտնության գիրքը 18-րդ գլուխը մեզ այդ մասին հայտնում է, որ իր վրա ինչպես փրկարար առաջադրանք հենց պապությունը կվերցնի այդ ամենը, խորհուրդ տալու թե ինչ միջոցներով կարելի կլինի փրկել աշխարհը, եւ հենց խորհուրդներից մեկն էլ կլինի կիրակնորյա օրենքը, որ պետք է բոլոր մարդիկ վերադառնան Աստծուն, խոնարհվեն, եւ բոլորով անկախ ամեն ինչից մենք ցանկանում ենք, որ աշխարհը եւ մեզ պետք է սկսել խոնարհվել Աստծո առաջ։ Բայց ցավոք սրտի դա կլինի այն օրը, որ нշանակել է ոչ թե Աստված, այլ պապությունը, եւ հենց այդ քողի տակ կլինի թաքնված երկրպագություն ոչ առ Աստված։ И вот за этой вуалью будет скрытое поклонение совершенно не Богу. Далее в своем обращении
Իր խոսքի մեջ Հռոմի Պապ Բենեդիկտն ասում է հաջորդը. որպեսզի երաշխավորել շրջակա միջավայրի անվտանգությունը եւ կարգավորել միգրացիան, այդ ամենի համար մենք շատ շտապ կարիք ունենք համաշխարհային ճշմարիտ քաղաքական իշխանության։ Սուվերենությունից հրաժարվելը հանդիսանում է պարտադիր գործընթաց, հակառակ դեպքում պատերազմը անխուսափելի է։ Ահա եւ մենք հետազոտեցինք ժամանակակից պանցիֆիկների խոսքերը։ Մենք լսեցինք Պի 12-ին, Հովանես 23-ին, Պողոս 6-ին, Հովանես Պողոս 2-ին եւ Բենեդիկտ 16-ին։ Եվ դրան ավելացում մենք լսեցինք նաեւ Վերդենյան եպիսկոպոս Պիեր Բոյլենին։ Բոլոր նրանք երգում են նույն երգը, որ մեզ պետք է համաշխարհային իշխանություն եւ դա մեզ պետք է հենց հիմա։ Թերհավատները կարող են պնդել, որ այսպիսի սցենարը անհնարին է, իսկ Աստվածաշունչը ասում է, որ հենց այսպես էլ ամեն ինչ տեղի կունենա։ Իդեպ Վատիկան անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է գուշակության վայր։ Հետաքրքիր է ընդգծել, որ Սատանան գայթակղեց Եվային օծի միջոցով, եւ այդպիսով օծը դարձավ գործիք Սատանայի ձեռքին, որպեսզի մարդկանց մեջ մեղք գցի։ Իսկ Վատիկանում չգիտես ինչի Հռոմի Պապի կոնֆերենս դահլիճը կառուցել են օծի գլխի տեսքով։ Ուշադրություն դարձեք, թե ինչպիսի տեսք ունի կառույցը արտաքինից։ Իսկ հիմա եկեք տեսնենք ինչ տեսք ունի այն ներսից։ Կարծում ես սա պատահական համընկնում է, թե ամեն դեպքում հռոմեակաթոլիկ համակարգը չթաքցնելով իր հակումը դեպի գայթակղող հանդիսանում է Սատանայի ձեռքի գործիքը, որպեսզի մեղքի մեջ գցել ամբողջ աշխարհի քրիստոնյաներին։ Մայր բոլոր անառակների։ Բաբելոնը այդ կինը, այդ անառակը ունի ազդեցություն ուրիշ եկեղեցիների վրա, սիրելի ընկերներ, ուրիշ եկեղեցիների վրա, ոչ միայն հռոմեակաթոլիկի։ Հիշեք, թե ինչ էր նրա վրա գրված։ Նա մայրն է անառակների, երկրի գարշելիների, այսինքն նա ունի աղջիկներ, որոնք հնարավոր է կասեն, ոչ, նա մեր մայրը չէ, մենք նրան չենք ընդունում, մենք բողոքական ենք, կոպիտ ասած։ Բայց ինչու է նա նրանց անվանում իր դուստրերը, որովհետև նրանց ուսմունքներում մտնում է իր հոգին, Կիրակնորյա օր, հոգու անմահություն, գոնե այս կարևոր պահերը։ Воскресный день, бессмертие души, да? Вот эти хотя бы даже ключевые моменты. В их учении есть... Նրանց ուսմունքներում, եթե այս ամենը մնում է, նրանք մնում են, հանդիսանում են այդ ամենի կապով, նրա դուստրերը։ Своими дочерями. Это то, что соединяет и держит. Եվ մեր աշխարհի պատմության վերջում Սատանան կօգտվի այդ բոլոր գաղափարներից, որպեսզի հանգեցնի մեծ միության, միասնականության եւ ենթարկության։ Մկրտականի տեղեկագիրք, բողոքականները, ովքեր ասում են, որ մենք բողոքականներ ենք, մենք չենք ենթարկում այդ համակարգին, մենք դրա մեջ չենք, մենք ապրում ենք միայն սուրբ գրությունով, բայց եկեք կարդանք։ Ինչքան ափսոս է, որ Կիրակին եղել է հեթանոսական կնիկով եւ մկրտված է Արևի Աստծո անունով։ Ինչքան ցավալի է, հետո ընդունված եւ լուսավորված պապական հավատուրացությունից, այսինքն այս հիանալի Կիրակին, որը հագած էր հեթանոսական հագուստ, հետո պղծված պապական հավատուրացությունից, այստեղ հիշեցնում է, որ իրենք բողոքական են եւ կտակված որպես բողոքականության սուրբ կտակ։ Ընկերներ, ախր ինչ սուրբ Կիրակի մասին է խոսքը, ում կողմից է այն կտակված, ով է մեզ այն կտակել։ Քրիստոսը մեզ այն չի կտակել, նա չի կտակել մեզ այն, նա ասեց ես եմ շաբաթ օրվա Տերը նաև, ոչ թե շաբաթվա առաջին օրվա, Կիրակի օրվա։ Վերջին օրերում կհայտնվի եկեղեցապետական համակարգ հոգևոր Բաբելոն անունով եւ իր հոգևոր առաջնորդը կպնդի, որ ինքը խոսում է ինչպես Աստված։ Ամբողջ աշխարհի եպիսկոպոսներին ուղղված նամակի մեջ 2000 թվականի սեպտեմբերի 2-ին Հռոմի Պապ Հովանես Պողոս II-ի գլխավոր խորհրդական կարդինալ Հովսեփ Ռացինգերը, հետագայում Հռոմի Պապ Բենեդիկտ 16-րդ դարձած, ասում է, որ բողոքականից մինչև ուղղափառ քրիստոնեական եկեղեցիները ճիշտ չի լինի անվանել քույր եկեղեցիներ կաթոլիկին։ Կարդինալը ասում է, որ տվյալ տերմինը հանդիսանում է անզգույշ տերմինաբանություն եւ չի կարող օգտագործվել քրիստոնեական խմբավորումների նկարագրման համար, որոնք իրականում չեն շփվել Հռոմի հետ։ Միշտ պետք է լինի պարզ, որ միասնական սուրբ կաթոլիկ եւ առաքելական ունիվերսալ եկեղեցին ոչ թե քույրը, այլ մայրն է բոլոր եկեղեցիների, ասում է կարդինալը։ Վատիկանի պաշտոնական կայքեջ, փաստաթուղթ Dominus Isus։ Документ Dominus Isus։
Ինչպես դիմադրել այս մեքենային, ինչպես փրկվել, եթե նա այլ ճշմարտության աչքերին սեփական մարդկային ուժով անհնար է հանդիմանել այս համակարգին, նրա ձեռքերը ամենուր են, նրանց է պատկանում ամեն ինչը, փողը, իշխանությունն ու բանակը։ Աշխարհի բոլոր հզորները այսօր ապարում են նրանց դուդուկի տակ, նույնիսկ չգիտակցելով դա, բայց ամենից առավել այս համակարգը, ավելի կոնկրետ Սատանան, ով կանգնած է այս ամենի ետևում, տանել չի կարողանում նրանց, ում մասին գրված է Հայտնության 12-րդ գլխի վերջին խոսքում, եւ վիշապը բարկացավ այն կնկա վրա եւ գնաց պատերազմանելու նրա մյուս զավակների հետ, որ Աստծո պատվիրանքները պահում են եւ Հիսուսի Քրիստոսի վկայությունն ունեն։ Երբ Սատանան կփորձի համոզել մարդկանց, որ հենց նրանք, ովքեր ծառայում են Աստծուն, դարձան պատճառը աշխարհի այս բոլոր աղետների, պատկերացնում եք, երբ հարևանի տունը այրվում է կամ ինչ-որ ջրհեղեղ է, բոլոր մարդիկ կարծելու են, որ այս ամենը հենց նրանց պատճառով է, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ Կհայտարարվի, որ մարդիկ, ովքեր չեն պահում կիրակին, վիրավորում են Աստծուն, որ հենց այդ մեղքն էլ առաջ է քաշել այս աղետները, որոնք չեն դադարի մինչ այն պահը, երբ ամենուր չեն սահմանվի կիրակի օրը սուրբ պահելու օրենքը, եւ որ չորրորդ պատվիրանը պահողները դրանով իսկ ոչնչացնում են մարդկանց մեջ կիրակի օրվա սրբությունը, շփոթեցնելով նրանց եւ զրկելով Աստծո օրհնությունից։ Ինչպես փրկվել այս իշխանությունից, ինչպես փրկվել վիշապից, պահել պատվիրանները եւ հավատալ Քրիստոսին, ինչպես անձնական փրկչի, որովհետեւ փրկել կարող է միայն Աստված։ Ընկերներ, եթե դուք դիտել եք այս ֆիլմը մինչև այս պահը, հավանաբար ենթարկվել եք բարոյական շոկի այն ամենից, ինչ իմացաք։ Այս ամենը ես չեմ հորինել, սրա մասին հայտնում է մեզ Աստվածաշունչը։ Հավատալ սրան թե ոչ, դա ձեր անձնական գործն է։ Միայն թե հորդորում եմ ձեզ զինվեք հավատքով եւ համբերությամբ ու ուշադիր հետևեք աշխարհում տեղի ունեցողին, որովհետեւ եթե դուք եք միտում հակված այն ամենին, ինչը այսօր ես ձեզ հայտնեցի, խնդրում եմ վերանայեք ձեր վերաբերմունքը այն ամենին, ինչին դուք հավատում եք եւ ինչը որ պահում եք։ Ընկավ մեծ Բաբիլոնը եւ եղավ դևերի բնակություն եւ ամեն պիղծ հոգու արգելանոց եւ ամեն անսուրբ եւ ատելի թրջունի վանդակ, որովհետեւ նրա անարակության բարկության գինուցը խմեցին բոլոր ազգերը։ Золотая чаша, как говорят богословы. Ոսկե գավաթը, ինչպես ասում են աստվածաբանները, խորհրդանշում է կեղծ ուսմունքներով արփած լինելը։ Այսինքն իր սեփական ձեռքերի մեջ եկեղեցին, որը դավաճանում է Աստծուն, որպեսզի օգնի Գազանին պահել իր իշխանությունը ժողովուրդների վրա, նա սկսում է սովորեցնել կամ սովորեցնում է սատանայի ներգործության շնորհիվ։ Նա սովորեցնում է մարդկանց կեղծ ուսմունքներ, որոնք նույնպես վանում են նրան Աստծուց։ Հիշում եք, մենք մի կարևոր միտք ունեինք, որ եւ բոլոր մարդիկ խոնարհվեցին Գազանի առաջ։ И все люди поклонились зверю. Եվ մի ուրիշ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. «Դուրս եկեք դրանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չլինեք դրա մեղքերին, եւ որ դրա պատուհասիցը չընդունիք, վասնզի դրա մեղքերը հասան մինչև երկինքը, եւ Աստված հիշեց դրա անիրավությունները»։ Հայտնություն 18-րդ գլուխ 2-5 խոսք։ Դուրս եկ դրանից, ով իմ ժողովուրդ։ Այստեղ սրբերի համբերությունն է, ովքեր պահում են Աստծո պատվիրանները եւ հավատքն առ Հիսուս Քրիստոս։ Друзья, прямо сейчас вы еще раз слышали эту истину. Ընկերներ, հենց այս պահին դուք եւս մեկ անգամ լսեցիք այս ճշմարտությունը։ Եվ այսպես, ինչ եք դուք պատրաստվում անել այս ճշմարտության հետ։ Դուք կտանեք խաչը, որը կարող է կոչ անել ձեզ թողնել ձեր մարմնական ցանկությունները, թողնել մի քանի ձեր սիրած վարդապետությունները, թողնել կեղծ հավատքները։ Ցանկանում եք արդյոք շարժվել առաջ, չնայած նրան, որ կարող եք ինչ-որ բան զոհաբերել, թե ցանկանում եք շարունակել ընդունել կեղծիքն ու սուտը, որը ձեզ ավելի հարմար է։ Ահա հարցը, որին դուք պետք է պատասխանեք, եւ միայն դուք կարող եք պատասխանել այս հարցին, եւ դա պետք է անեք հենց հիմա։ Этот вопрос. И вам необходимо дать ответ прямо сейчас. Սիրելի ընկերներ, մեր փրկությունը միայն Աստծո եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի մեջ է։ Օրհնի ձեզ Աստված։